Մարգատանում ապա ուրեմն նկարում։ Ես չեմ զլանը, չնայած ճիշտ է, sense բաներ չեմ սիրում ախպեր, բայց քանի որ մեր ձայնագրությունը սա sense եղավ, ես չեմ զլանը, մի անգամ եւս այդ արտահայտությունը կանեմ ու կխոսամ մի հատ այդ բռնվեք։ Հա, ախի չեմ սիրում, մի հատ sense բան ասեմ, նայ մոտավորապես մի 6 տարի 6 տարի հələ շատ 6 ու ավել տարի ես ուզում էի գրեի ախպեր այն ինչ որ գրել եմ այն իմ բանի մեջ ախպեր մի 6 տարի ես ուզում էի դրա մասին գրեի անդադ չէի կարող ախպեր չէր ստացվում գիտես ինչ էի ուզում էի մարդ գտնել ով որ կնստեր իմ կողքը ես իրան կթելադրեի ճակերտների մեջ կթելադրեի ինքը կգրեր բայց ոչ թե կթելադրեի ես ինձ ոնց որ մենք նստեց խոսայինք իրար հետ ասենք թեկուզ խոսակցությունը կձայնագրվեր թե ոնց ինքը գրեր այդ ընթացքում ես չէի կարող նստեի գրեի որովհետև ես հենց նստում եմ սկսում եմ գրել Հա, մի անգամից ախպեր, всё, սկսում ես մտածել ախպեր, ասենք շա կա, նա կա, գույն գլխիդ մեջ շա, всё, թե հասկանես կորում ես ախպեր, կտրվում է, հա, այդ կապը կտրվում է։ Հա, ախպեր, ես չեմ կարող։ Ես մոտավորապես մի 6 տարի ախպեր, զուծրել եմ, ապա այնքան մարդու եմ ասել ախպեր, գրենք։ Ու ախպերս էր ասում էր Ախպեր ասում էր դու նստի գրի էլի ասում էր քեզնից լավ ոչ մեկ չի կարա գրի ասում էի ապեր չեմ կարող հենց ես սկսում եմ խոսալ ես կարամ ժամերով խոսամ բայց հենց ես ընկել մի բառ ուզեցա գրեմ всё ախպեր ես մի անգամից էլ չգիտեմ ինչ գրեմ ընկել ինչ գրեմ ինչի մասին դառնում է սարքած հասկանում ես դառնում է արհեստական այդ ամեն ինչը դու ոնց որ միտքդ շարադրում միտքդ դաժե դու ուզում ես արդեն միտքդ ինչ որ ձևի հա սիրուն ձևի շարադրել ճիշտ լինի կենտրոնական քերականորեն եւ այլ այտենց ճիշտ լինի դա արդեն դառնում է պեդերասանություն ես էլի չեմ սիրում ու միշտ իրան ասում ես մեյ ապեր ես չեմ կարա ես ուզում եմ որ ոնց կան հենց ես ասեմ էլի ես չընկնեմ ինչ որ բառերի հետևից բառեր մանգամ կամ չգիտեմ, sense տեսքը սիրուն լինի, sense նստած, այդպես բաներ չեմ, որտեվ դա իսկական չի, ինչի իսկական չի, ախպեր, իմ մոտ ընկեր, էլի սրտխառնոցա առաջացնում։ Ապա իմ սիրտը խառնում է, մարդիկ գալիս են ընկեր, իրանց դերից դուրս են պահում, իրանց իրական դերից, հասկանում ես, այն ինչ որ ինքը կա, ինքը դաժե որ լինի, ապա մի հատ վատ դեմք, ճակերտների մեջ պայմանական ինչ որ վատ դեմք։ Ես իրեն կընդունեմ այտենց ախպեր։ Բայց այնքան ինքն էլ։ Բայց այնքան է ինքն էլ լինի, հա, բայց հենց սկսում է ուրիշ ձևի պահել, արդեն ես իր հետ նույն տարածությունը պրոստը ֆիզիկապես չեմ կարող կիսեմ ախպեր։ Հասկանում ես, ֆիզիկապես չեմ կարող կիսեմ։ Ես կարամ բանականությունս հերիքի ուղղակի մի հատ այնց սիրուն ֆորմուլերով կանի, թեկուզ ողորմության տեսանկյունից ես իրան վերաբերվեմ որպես գեր արարած, որ կա, հիմա ոչինչ էս ձևի մեջ է, հա օքեյ, այդ ամեն ինչը տեղի ունենում այդ process-ը, բայց սիրտս խառնում է ախպեր։ Ֆիզիկական process-ներ է սկսում տեղի ունենալ, որ արդեն պրոստը չեմ կարող մնամ տարածքս ուզում եմ փոխած լինեմ ախպեր։ Գնամ այնտեղ, որտեղ ախպեր խոսքի մեկը մեկին ինգեր քվուրա տալի ու ծեծում ախպեր, որտեղ դա իսկական է հենց ինձ ձեռա տալի լուչը ես գնամ ընտենամ ոնց են իրար խմե այլանդակում ու մնամ այդտեղ հանգիստ նստեմ խոսքի նայեմ ախպեր կամ պրոստը չգիտեմ, անցնեմ դզինցի, որտեղ իսկական է ինչ որ տեղ ունեմ։ Քան թե ասենք այն կողքը ինգեր նստած այ անեն ինչ որ ու ասա արհեստական տեղ ունենա դա չեմ կարա երկար մնամ էլի հա ու անդադ ապերին ասում էի չեմ կարա ես գրեմ ես չեմ կարա ասեն հենց ես գրեմ արդեն չի դառնալու այն ինչ որ դրա համար հա հիմա որ ասում եմ չեմ զլանա մի անգամ գրգնեմ մի քիչ արհեստականորեն է ալնելու ախպեր իմ այդ իմ զարմանալն էլ արհեստական ունենալու հա որովհետեւ նոր խոսում էի դրա մասին հիմա չեմ պարզ է նախ ես նույն բանի մասին երկու անգամ նույն ձևի չեմ կարող խոսամ այդ ոչ մեկ չի կարող հա եթե հիմա մենք կարանք մի հատ թեմա վերցնենք դնենք ես 10 տարբեր ձևի կարամ գամ կպնեմ ինչ որ բան ասեմ ու մի ամիս հետո ուրիշի հետ նստած խոսամ իր հետ լրիվ 10 ուրիշ բաներով կգամ ասեմ հա դե իմաստը կարևորը միտքն է հա միտքը նրանում էր որ ամուսնանալու հա ասացի շատ նուրբ թեմայից պիտի խոսանք բայց իմ խոսածը շատ կոպիտ առնելու ախպեր որովհետև ես այդ թեմային վերաբերվում եմ կոնկրետ ելնելով որոշակի համոզմունքներից ու այդ համոզմունքներն են ախպեր
այն որ մարդիկ իրար պետքա սիրեն առանց պայմանների։ Ոչ թե փոխադարձ։ Ոչ թե փոխադարձ առևտրականի հոգեբանությամբ, ու խի եմ այս թեման բարձրացնում, ընկերներիցս մեկն էլ հենց այդ խնդրեմ ունի ու իդեպ հենց ինքը ինձ կոնկրետ գրել է, խոսացել է այդ մասին արձագանքում, ես չեմ հասցնում իրան օրվա մեջ արձագանքեմ, ճիշտն է Կայֆերի մեջ է։ Չեմ հասցնում արձագանքել, դրա համար հենց այս թեման դաժե երեք գիշերվանից էլի ես ասի մի հատ կարելի է սրա մասին վաղը խոսալ, ոնց որ իրան պատասխանեմ էլի այս թեման շոշափելով, որ մարդիկ իրար հետ ամուսնանում են բացառապես, ինչպես ես ու դու արդեն լավ գիտենք, ախպեր անվճար սեքսի համար խոստովանում ենք։ Չէ, որովհետև լսավ ինչից ենք խոսում են ու չէ, այստեղ զոոֆիլներ չկան ու կարազանգից, օրենն ինչ արագ գնում, ինչ անում։ Քեման դու չեք։ Ոյ, չէ, Սուպերմենն է, նայ, Սուպերմեն, Չիլավեք պաուկն է։ Վերջը ախպեր, իրար հետ ամուսնանում են, ես դեմ եմ ամուսնությանը կակտակավոյ, որովհետև իմաստ չեմ տենում, պրոստը դրա մեջ իմաստ չեմ տենում ախպեր, ամուսնանալու մեջ իմաստ չեմ տենում, որտև ես որպես մարդ, որպես առանձնյակ, որպես ինդիվիդուալ էգո, թեկուզ աշխարհն է ինձ սարքել, մի քիչ դու ես սարքել, մի քիչ ես պատն է ինձ սարքել, մի քիչ ես եմ ինձ սարքել, բայց դարել եմ մի հատ արարած, թեկուզ ժամանակավոր գոյություն ունեցող, ով ուզում է ապրի իր կյանքը ախպեր։ Ինձ հետաքրքիր է, օրինակ, այս տեսարանը ինձ սիրուն է, ես ամեն օր գալիս եմ ախպեր, անցնելուց տեղով կանգնում եմ մի հատ sense նայում եմ սարերին կամ քնիցս ելնում եմ պատուհանից մի հատ նայում եմ այդ սարերին, sense էներգիան sense գալի լցվում է մեջս ու ինձ դզում է։ Ինձ հիմա ասենք հետաքրքիր չի լինի, որ ինչ որ մի հատ երրորդ աղջիկ ճուվակ, ճուվիխա խցկվի իմ կյանք ու ինձ կտրի, ասենք, այս տեսարանը վայելելուց։ Իսկ եթե քո հետ վայելի։ Եթե իմ հետ վայելի թույն ախպեր, թող գա վայելի։ Բայց եթե պետք է ինգեր պայմանականություններ լինեն մեր հարաբերությունների մեջ, այդ արդեն ես չեմ ուզում ախպեր։ Ես չեմ պատկերացնում, որ ինչ որ մեկը Պրոստը չեմ պատկերացնում եմ, թող գան, ասել Մերուշ ջան, թող անցնի նոր խոսանք լա։ Չխանգարենք մենք իրան ինքը մեզ։ Դու ասա Մերուշ ջան։ Իհարկե որ այտենց մեկը լներ, ես սենց իսրտե բաց սենց կընդունեխի ձրի սեքսի համար։ Ձրի սեքսն դե հարաբերական է, դե ձրին էլի հարց չկա, ձրի, բայց այդ էլ կա էլի ախպեր, երբ ուզում ես դաստուպնի է խոսքի ինքը։ Չէ, ասի, բայց հա։ Դե հա ախպեր խոսքի, քո կնիկն է, այն մեկի մարդ է, այն մեկի կնիկն է ախպեր։ Կոպիտ է, բայց երբ ուզում է դաստուպնի է, էլի ախպեր, իր տղամարդը դաստուպնի է, երբ ուզենա խոսքի գնա, հարաբերվի, կարա գնա հարաբերվի, ախպեր, նույն ձև է տղեն է մտածում, երբ ուզենա հարաբերվի, իսկ եթե դաժե ուզում է խոսքի դուսը աղջիկ կպսին, չի ստացվում, վերջի վարիանտ կնիկը շատ լկտի ապուշ բաներ եմ ասում, բայց դե հիմա ասում եմ ինչ որ կա ախպեր, ինչ որ կա, էլի կներեք, էլի ախպերներ Բրատներ, կարակ քարով խփեք գլխից, բայց մեջքից խփեք, որտեվ դեմից որ փորձեք կտենամ ու խոտ կանեմ ախպեր։ Շուռ եկա։ Նորությունը լսեցին ասա։ Դե ամեն դեպքում տենց է, ախպեր, ինչը տենց է, ապա դա բնազդա կենթանական բնազդ մարդուն չի սիրում։ Բարամ ջան, չի սիրում, ապա մարդուն չի կարա սիրի, ախպեր։ Ինչը սիրի, ինգեր։ Պետք է սիրես գոյությունը այդ մարդու։ Կարա սիրես գոյությունը այդ մարդու սիրի ախպեր։ Բայց նախ պետք է դու հասկանաս այդ գոյությունը ինչ է։ Հետո համեմատես ինքը գիտի թե չէ։ Հա։ Ու նոր սկսես մտածել սիրես թե չսիրես։ Այո։ Կինոներ են լինում, կամ թե հաղորդումներ են լինում, ինչ բարի կա մեկը հետևից բան է։ Հետո մեր բարագայում Մերուշ Զազանը։ Հա, վերջ ախպեր։ Մարդուն դրա այդ պետք է սիրի ապե։ Օրինակ ես սիրում եմ քո գոյը ախպեր։
Քո գոյությունը ես սիրում եմ, որովհետև քո գոյությունը ես դաժե չեմ արժևորում ախպեր։ Քո գոյությամբ ես հիանում եմ։ Այսինքն քեզ ասեմ, կարող է իմ հիացմունքը չի արտահայտվում ինչ որ փուչի քչել գմփսնելով ախպեր, հա, բարել թրվռալով, բայց այդ ներքին զգացողությունը կա էլի։ Այդ ներքին զգացողությունն էլ պրոստը շարժարիթ է ախպեր ապրելով։ Այսինքն կյանքը ինքնին իմ մոտ հիացմունք է առաջացնում որպես երևույթ։ Ու այդքանով ես քեզ սիրում եմ առանց պայմանի, հասկանում ես, դա արդեն պայման չի ախպեր։ Իսկ երբ որ վարկս է վատնելնում, ի՞նչը։ Վարկս։ Քո հանդեպ ասեն քեզանից մի վարկ, այս վարկ եմ լսում, ինչ վարկ։ Դե քո վարկն էլ իմ հանդեպ այնց է տա, նայ, քո վարկը իմ հանդեպ ես հասկանում եմ ախպեր, ես գիտակցում եմ, որտեվ ես քո դրդապատճառները կարող եմ գուշակեմ։ Նկատի ունեմ նայ։ Ես լավն եմ, դու լավն ես, բայց քո արարքը կարա վատն լինի, հա, չէ, բայց այդ քո արարքը հենց դու ես, ու չի նշանակում, որ դու վատն ես։ Հա, ճիշտ եմ։ հա, ուզում եմ տեղ հասցնեմ, էլի, կրկնությունը գիտության մայրն է։ Հա, ես լավն եմ, չէ, քեզ չէ։ Ուզում ճոգեմ, ինչ որ բան չեմ ճոգում, ախպեր։ Չէ, ոբշի, կասացի միտքն եմ Հա, բացում։ ես լացի չեմ հասկանում, ճակատարում։ Ասում ես այդ իմ ներքին տենց ապրելու ձևն է, որ սաղը տենց դիրքորոշում ունենան, որ ես լավն եմ, դու լավն ես, քո վարկը կարա վատն լինի պայտակ իմ հանդեպ, բայց դա չի նշանակում, որ դու վատ մարդ ես։ Դե մի հատ թույն կինո կա ախպեր։ Խիժինա է կոչվում, չգիտեմ, նայել ես թե չես նայել։ Գնում է Աստծո մոտ, կարծեմ։ Հա, որ իր աղջիկ երեխան է մահանում ախպեր։ Իր աղջիկ երեխան սպանում են տոլի է մահանում է, որ գնում է Աստծո մոտ, դե Հիսուսն էլ անդեղ լինում բան, որ գնում են Հիսուսի հետ քայլելով, հա, շուտ եմ նայել։ Հա, ես էլ եմ շուտ նայել, просто խի եմ հիշում այդ անտառի մեջ ինչ որ մի հատ տուն է։ Հա, խի եմ այդ բանը հիշում, հեսա կասեմ ինչի համար, որ այնտեղ մի հատ դրվագ կա, որ տղուն ուրեմն ում աղջիկ լրես է գալի կոնկրետ, հա, արի լավ չոք, որ այդ տղուն սկսավ բարձանալ, նայ, լավ ախպեր, մազերի սա կպել ախպեր, տղուն ուրեմն ցույց է տալի իր աղջկա կյանքը, որ մահացել է ախպեր, այդ տղեն ապրում է այդ ցավը եւ այլն, հետո դրանից հետո ցույց է տալի մի հատ ուրիշ մարդու կյանք, ինքը դա չի ասում, թե ինչ մարդու կյանք է ցույց տալի, ցույց է տալի մի հատ տղա երեխու կյանք ախպեր, որը շատ դժվար ծանր մանկություն է ունենում, ախպեր, իր հերը ոնց որ իր հետ վատ է վարվում, ինչ, ասենց հիմա կարող է շատ ճիշտ չասեմ եղելությունը, բայց մոտավորապես էլի ու վերջը ցույց է տալի կոնկրետ իրավիճակ, որտեղ այդ մարդը ինչ որ իրավիճակում ինչ որ բան սխալ քայլ է արել, այդ իրավիճակում աղջիկ երեխա մահացել, ու ինքը ասում է դատի, ասում է այս մարդուն։ Հասկացա՞ր, ասում է դատի ես մարդուն, դու ասում է արդարացնում ես իրան, թե դատում ես, ինքը մեղավոր է, թե անմեղ է, ու այս տղեն անմեղ է ճանաչում, հասկանում ես այդ մարդուն։ Ու հետո ինքը ցուցատալի ընդհանուր պատկերը ստացվում է, որ հենց այդ մարդը հենց իր աղջկան է սպանել, հասկանում ես։ Ու ինքը դրանով ախպեր խրատը այդ կինոյի որն է ախպեր, խրատը նրա մասին է, որ դու չգիտես ախպեր, ոչ դրդապատճառները ախպեր, ոչ ընդհանրապես պատճառը հետևանքային շղթայի, ոչ նախորդ շղթայից ես տեղյակ, ոչ հաջորդ ախպեր, ոչ ներկա շղթայից առանձնապես բան, դու չգիտես ընդհանրապես ինչա տեղի ունենում ու դու պրոստը աշխարհը քեզ իրավիճակներ է բերում, դու այդ իրավիճակների մեջ ներքաշված ես ու դու ապրում ես ախպեր, քեզնից կախված չի համարյա ոչ մի բան, էլի, դու պետք է չորակներ չբաժանես, հասկանում ես դրա մասին ախպեր, դու չպետք է քննադատես մարդկանց, չպետք է ասես էսի լավն է, այնի վատն է բան, մարդկանց Բայց արարքները պետք է։ Դե արարքներն էլ դու չես կարա օբյեկտիվ չես կարա նայես, դու օբյեկտիվ պիտի կարնաս վերաբերվես սիտուացիային։ Երբ որ դու օրինակ ես գիտես ինչ նկատի ունեմ։ Ես քեզանից գողություն արեցի։ Հա։ Դու գայս ես ասում ես, Վարամ ջան, հարց չկա։ Լավ մարդ ես։ Գողությունն ինձանից արել ես, դա ինձ վնաս տվեց։ Ոնց կարանք անենք հաջորդ անգամ դու ինձանից գողություն չանես։ Հա։ Հիմա ինչ է, բայց վատա թե լավ է։ Դա ամենա ինձ համար էլի ամենանորմալ մարդկային շփման ձևն է։ Ես քեզ չեմ դատում։ Բայց դու ինձ վատություն ես արել։
ինձ համար թանկարժեք բան վերցրել։ Որակ դրիր ասում ես, ասում զվարթություն ես արել։ Օրինակ բան կա ախպեր, ոնց էր Սիրին ախպեր, ոնց էր այդ պապիկի անունը ախպեր, ծերունի է։ Լավ ինչա բայց չեմ հիշի, ռուս պապիկ ախպեր։ Ռուսա թե մինա ախպեր։ Ինքը ոնց որ անտառում իր կելիայում ապրում է, ապա իր պուճուր խրճիթում ապրում է։ Սաղից էլի աշխարից մեկ ուսացած բան, տենց ապրում է ու օրերից մի օր գալիս են իրան թալանում են ախպեր։ Բայց ինքն էլ տենց առանձնապես բան չունենում, էլի, որ իրան էլ մի հատ թալանեն, հետո իր ծանոթներից ինչ-որ մեկը գալիս է իրան տեսակցության բան, տենում է իմանում է այդ իրադարձության մասին, պատմում է բան, ու այս պապիկը պատմելուց սկսում է լացել։ Ասում է ինքը սկսում է լացել, ասում է ես ոչ մի բան չունեի, ասում է որ ինձնից գողանային, հասկանում ես, մի բան ունենայի, գոնե գողանային, իրանք տանեին կամ ես տայի իրանց։ Ես շատ կուզեի, ասում է ինչ որ բան ունենայի ու տայի իրանց, որտեվ իրանք կարիքի մեջ են, հասկանում ես, իրանք եթե կարիքի մեջ չլինեին, չէին գա այդ քայլին։ Հիմա տես ախպեր, դու էդի ներկայացնում ես որպես վատ որակ։ Ասեցիր էդի վատ է քո նկատմամբ, քո ինչ որ ապրանքն է, արարքա, վատ արարքա։ Իսկ իր վերաբերմունքը հələ դու տես ինքը ոնց է վերաբերվում։ Դրա համար հաջորդ հարցը հենց այդ էր էլի, ոնց կարանք անենք, որ դա իմ նկատմամբ չլինի, դա իմ համար։ Դեխի ախպեր քո էգոն ես դու առաջ բերում ես, ինքն էդի ուրիշի նկատմամբ պետք է լինի։ Եմ տալիս, չէ՞։ Ինքը որոշի։ Հա, ես իմ մասին եմ մտածում։ Բայց հենց դա դու քո մասին չպետք է մտածես ախպեր։ Ես դրա համար ասի, դու սուբյեկտիվ քո մասին ես մտածում։ Այսինքն սուբյեկտիվ քո յուրաքանչյուր ընկեր կայացրած որոշում բխում է քո սեփական անձի շահերից։ Այդ բոլորի մոտ տենց է։ Ահա, դրա համար պետք է տենց չլինի ախպեր, պետք է լինի օբյեկտիվ։ Հասկանում ես։ Դժվար է։ Չեմ ասում հեշտ է, բայց հենց դա դու յուրաքանչյուր սիտուացիայի մոտիկանում ես սուբյեկտիվ ու հետեւաբար դու քննադատում ես այդ սուբյեկտից ելնելով, էլի քո սուբյեկտից ելնելով։ Հա, բայց նկատի ունեմ ոչ թե մարդուն, այլ իր արարքն ես Թեկուզ, հիմա պուճուր երեխան ախպեր, որ խոսքի վերցնում է ախպեր, քարը սենց շպրտում է, խաղալը խփում է, հի սենց ա, պուճուր երեխա է։ Ասենք նույն բանը մեծ աներ, դու կքննադատեիր այդ մեծին, կասես քարը վերցի, տվիր գլխից խոսքի, օրինակ չի կարելի արարքդ վատնա, բայց այդ երեխուն դու չես քննադատի, որովհետև չի հասկանում, երեխա է։ Հա։ Չափերի մեջ է տարբերությունը։ Պրոստը սպասում էի դրան։ Հա, ուրիշ տարբերություն չկա։ Այդքանով դու արդեն ոնց որ այդ քննադատության բանից կարաս անցնես, էլի հասկանում ես, դա որովհետև բեռ է։ Դա մեծ բեռ է, որովհետև եթե ուզում ես դատես մարդուն, դու պիտի ասենք օբյեկտիվ վերաբերվես հարցին, դու պիտի քո անձը դնես մի կողմ ախպեր ու քո անձից ես ասեմ որ հարցեր տալիս եմ, քեզ դեմ խոսում եմ։ Չլավ ես անում։ Զուտ որ խոսա։ Նես չի ես տենց եմ մտածում, այլ պրոստը որ բացվենք ավելի։ Հա, լավ, ճիշտ ես անում, արա։ Ես զուտ այդ հա, ու այդ խիժիներում տենց հա վերաբերվում այդ հարցին, ասում եմ դու մի դատի, որովհետև դու չգիտես իրողությունը։ Թող դատողը կդատի, էլի, ժամանակը երբ որ կգա։ Այսինքն իսկ այդ դատողն է պետք է լինի ինձ մեկը, որ օբյեկտիվ ինքը հասկանում է, որ ինքը օբյեկտիվ պատճառահետևանքային շղթաներին տիրապետում է բացարձակ իրականությունը։ Մի հատ ուրիշ հարց տամ էլ, իսկ բացի թողի վիճակ չի լինի այդ դեպքում։ Չէ, դա հիմա էլ է, էլի բարձ թողի վիճակ։ Ինչ տարբերություն։ Ավելի քաոսային չի դառնա։ Ինչ տարբերություն։ Հենց հիմա էդի ախպեր, սրանից ավել քաոս կդառնա այն ժամանակ, երբ որ ասենք պրոստը ասենք պետական համակարգը չլինի, այդ ժամանակ կլինի արդեն ամեն մեկը կհելնի դատելու ախպեր։ Մի հատ տենց լավ կինո կա բանը, Սուդնի ձեն Տորի սուդնա նոչա կոչերը որ օրենքը 12-ից 6 օրենքը չի գործում։ Դա էլի այդ կլինի ախպեր։ Հենց հիմա հանգարց պետական համակարգ չլինի, մի շաբաթ հետո ախպեր ոչ մի բան չի մնա անգեր։ Գործող սոցիալիզացիան կմեռնի մի շաբաթ հետո։ Կհելնեն շատ արագ ախպեր, ով զենք ունի, կհելնի կսկսի մարդ սպանել։ Պրոստը ուժեղանալու, հավաքելու ախպեր, գողանալու, տիրանալու համար։ Ու դա կտևի մի շաբաթ մաքսիմում մի ամիս։ Դատել է էլի ալբոմը ինչ որ մի հատ ռամկի մեջ է դնում, էլի։ Բա ինչ անում։ Որ մեզ օգուտ է պրինցիպի։ Չէ, ախպեր, հակառակը չէ։ Դե բավարարում ես մի շաբաթ հետո Հա, դա վատ կլինի, չէ, ախպեր, ընդհանուր օբյեկտիվ իրականության համար վատ կլինի։ Չնայած չես կարող, ասես կարող է դաժե լավ լինի ախպեր։
Հա, չէ՞։ Սկսենք սաղը որովհետև հա կարող է պարադիգմա փոխվի հետո։ Ասենք բռնենք իրար խժռենք ուտենք ախպեր։ Մի 100 հոգի մնան ջոգեն, չէ՞, ու ասենք հա, պայմանական 100 հոգի մարդ մնա ախպեր։ Ու ջոգենք սուղ 100-ս էլ ուժեղ ենք ախպեր։ 100-ս էլ լիքը զենք ունենք խոսքի, լիքը ուտելու բան ունենք, ասենք լավ երիք ախպեր։ Այս ամեն ինչը արվում էր սրա համար, որ մենք վայելենք ախպեր, հա դու քո մարդ է վայելի, այն մեկը իր մարդ է վայելի։ Ուտես նստես սկսեն ուտել բազմանալ ախպեր։ Մինչև գայելի է սկեյթինգ կհասնի, հա, ինչ որ դառնան տերեր էլի աշխարհի կռուբը կա վրա։ Չգիտեմ, այդ դատելունը մարդկային բնույթն է, պրոստը այտենց որ մենք առանց դրա դժվար կարենանք։ Չէ, դա ազատումը է, հասկացա, անհատ ազատումը, բայց իրականությունը նենց է, որ դա լայնամասշտաբ մի քիչ դժվար է։ Դե չէ, մենք հիմա լայնամասշտաբից չենք խոսում, ես դրա համար ասացի ախպեր, մենք ձևից ենք խոսում, մենք ֆունդամենտալ կանոնից ենք, ֆունդամենտալ կանոնը ասում է, որ դու չպետք է դատես ապեր, որ ասում է Աստված ասում է, չէ, այդ պատվիրանների մեջ է կա, չէ, ասում է մի դատիր ախպեր, որ չդատվես, թե ինչ, ասենց բան։ Հա կամ պատվիրանը կամ առանձին տող։ Հա, հենց դրա մասին է ախպեր։ Մի դատի քեզ ասում եմ, որտեվ դու կուրսի չես, ինչի՞ս ես դատում, ապա դու քո անձն ես պաշտպանում պրոստը։ Դու քո սուբյեկտի տեսանկյունից ասում ես ինձ վերաբերական էսի վատ է։ Ամեն մյուսի վերաբերական էսի լավ է, դու всё դատ ես անում ախպեր։ Դատ ես անում, դատանողը պետք է ինգեր դատավոր լինի, պետք է երկու կողմերի ինգեր լսի, երկու կողմերի կյանքի պատմությունը իմանա, ապա իսկ կյանքի պատմությունն էլ էլի հարաբերական հասկանում ես, քո գործողությունների մեջ դու միշտ չի որ գիտակից ես։ Հիմնականում անգիտակից ես այդ գործողությունները տանում, սովորությունների հիման վրա դու ոնց սովորական ռեակցիա ունես, օրինակ X արձագանք ունես, երբ որ քեզի ոտը տրորում են, տենց արձագանք ունես։ Всё, ոտը տրորեցին, տենց արձագանքեցի։ Սովին ստամոքսը ձեներով է արձագանքում ախպեր։ Ձեներին ձեռները տախպեր դեպի հացը ձգվելով են արձագանքում ախպեր։ Այդ ձեռներիդ հացը ձգվելու արձագանքին բերանդ բացվում է։ Այդ սաղ ինգեր process-ները, որ դու գիտակցված չես անում ախպեր։ Դա ավտոմատ այդ պատճառը հետևանքային շղթան է, ինքը առուցում է դու այդ ամեն ինչը չես էլ ջոգում ապա, կյանքը ապրվում է ապա, դու չես հասկանում։ Իր կյանքն է քեզ ապրում, դու կյանք չես ապրում։ Ուզում եմ սա նատ հակադրող հարց գտնեմ, չեմ կարող։ Այդ կասացի դες լրիվ համաձայն եմ։ Հետաքրքրության համար չի լինում մի հատ այս հարցը մի ասեմ որ ու տենց ու արդեն ոնց որ այդ որակ տալը արդեն հիմա չի լինում որակ տալ մի մարդուն նայում ես հա կարող է նայում ես քո ունեցած ասենք քո պատկերացրած ինչ որ նորմերին ինքը չի համապատասխանում բայց դե մտածում ես որ դե լավ ախպեր դե մի մարդ հայնի ախպեր այս ձևի մեջ է հիմա հələ որ ինքը ստեղ է ախպեր ինչ որ մի օր ինքը կգա ինչ որ ուրիշ կետի կհասնի էլի անպայման բայց այսօր այս ձևի մեջ է ոչինչ դու ախպեր բանական ես ավելի եթե տենց ես գտնում, տենց ես կարծում, դու ավելի բանական ես, քո բանական մոտեցումը ցույց տու ախպեր։ Հիմա դու բանական արարած ես, օրինակ մրջյուններից ավելի բանական ես։ Ճիշտ է, դա կարող է վիճելի ամենից, բայց այնուամենայնիվ, հա։ Ենթադրենք, հա, դու մրջյունից բանական ես, ու խոսքի տենում ես, որ մրջյունները ախպեր, ասենք, չգիտեմ, կալոնիայով իրենց ինչ որ կազմակերպված են աշխատում։ Հա ինչ-որ տեղ են գնում ախպեր, ինչ-որ ուտելիք են հավաքում, ասենք իրանց համար։ Ոսկի դու կարաս իրենց սատկացնես, բայց չես սատկացնում ախպեր։ Դու խոսքի գալիս ես ոտդ բարձրացնում ես, օրներով անցնում ես, գնում ես քո գործերին ախպեր։ Այդ նույն ձև ախպեր, ոսկի մարդուն վերաբերվում։ Հա, տարբերությունը ինչու՞մն է։ Տարբերությունը ոչնչում է ախպեր։ Տարբերությունը ընդհանրապես չկա, այն էլ է կենթանի արած, այն էլ է կենթանի արած։ Նրա ֆորմեն։ Բայց այնի բանական չի, մենք բանական ենք։ Հա, դե հենց այդ ու տենց վերաբերվի ախպեր։ Մի մարդ, հա, մի քիչ իր մոտ ուրիշ ձևի ախպեր, հա, իր բանը դրսևորումները աշխարհընկալմանը համապատասխան են, իր աշխարհընկալումները քոնից տարբերվում է։ Տենց է ինքը։ Ու կարա տենց լինի, դա նորմալ է։ Սա մարդիկ նույն ձև չեն։ Հա, դա նորմալ է։ Պրոստը թեման այն է, որ մի քլնգի մի դատի, մի քննադատի, որակ մի բաժանի, մի ասա ես լավն եմ, ինքը վատն է ախպեր, որովհետև դա տենց չի իրականում ինգեր։ Ոչ մեկ լավը չի, ոչ մեկ վատը չի ախպեր։
ամեն մեկս մեր ձևի մեջ կա, հա, ինքը իր ձևի մեջ կա, մի հատ этаպա, որ դու անցնում ես, հիմա ինչ ախպեր, օրինակ ես 10 տարի առաջ խոսքի վատն էի ախպեր, չէ, վատ ախպեր, էլի վատ, չէ, պրոստը շատ բան չէի հասկանում ախպեր, խոսքի մի չէի հասկանում ախպեր, ինչի է վատը խոսքի, խեք ինձ ասում վատ մարդ։ Ես վատ մարդ չէի ախպեր, ես պրոստի իմ հասկացածի համապատասխան էի ապրում, սխալ բաներ էի անում, սխալ բաներ էի ասում։ Դա էլ արդեն էլի սխալ բան չի, էլի, որ տես մտածում ես։ Հա։ Ես ինձ չի դարձնում էլի վատ, ապա որ դուք ինձ օրինակ քննադատեք կամ դատեք, ասեք, այ դու սենց արի, հա դիմի ինգեր չէի հասկանում, արել եմ ախպեր։ Ինչ անում, հա, սիլինի, հա, ախպեր, թեթևացի, եթե դի քեզի բան կտա, արժ չկա ախպեր։ Երկու թուշս էլ ախպեր, կարամ նորել դրաշվել եմ։ 4 թուշս էլ կարամ դա։ Սիլեք հանգստանական։ Հա։ Հա, ընդհանուր չգիտեմ, ամուսնությունից է ինչ է խոսում, խի եկանք հասանք սրան, չեմ հիշում արդեն։ Դե մեր մոտ միշտ էլ տենց ամուսնությունից մտնում մի կողմից դուրս գալ։ Բայց հա, այդ ամուսնությունն էլ ունենց պահը, որ էլի ապա այդ պայմանականությունները արանքում ավոր շատ, առևտուրը շատ է։ Ես քո համար հաց սարքեմ, շորերդ լվամ, ուտելիք բեր, ախպեր, կասմետիկաս բեր, շոր առ, ես քո երեխեքին դաստիարակեմ, դու փողով ապահովի, ճոգում ես առևտուր է, 0-ից մինչև։ Հա, հասկանում եմ, բայց եթե այդ առևտուրը հանենք, ինչ կմնա տակը։ Ինչ ես մտածում։ Պատկերացրա այդ առևտուրը քո ասած ընդհանրապես էլ չկա 8 միլիարդ մարդ ենք։ Դա հենց է, այդքան չէին կլինի արդեն։ Առևտուրը որ չլներ։ Շատ քիչ կլինեինք։ Շատ քիչ կլինենք, որովհետև օրինակ ես չեմ ուզում ախպեր։ Ну չեմ ուզումը ո՞րն է ախպեր, ասում է человек предполагает, Бог располагает։ Ես տենց ենթադրում եմ, որ ես երեխա կարամ ունենամ, принципе, ուզեմ ունենամ ու ուզում եմ ախպեր, նես չի որ չեմ ուզում, իրոք ախպեր, ուզում եմ երեխա, որ զուտ բան, իրան տամեն ինչ որ ես ունեմ ու կողքից տեսնեմ արդեն մի հատ թազա մարդ, ուրիշ մարդ, ով որ արդեն տենց դաստիարակվել է, հասկանում ես, ոչ թե կյանքն է իրան տենց ստիպե, հա, զորով, քարուքան դրնելով ախպեր, ես դարել եմ ես, այլ իրան արդեն ոնց որ ես մի հատ մեծ կյանքի փորձ արդեն տալիս եմ փոքր ժամանակվանից ու ինձ հետաքրքիր է ինքը ինչ կդառնա, էլի, հասկանում ես, այսինքն ավել ուր կաճի ախպեր, ոնց կօգտագործի ախպեր, ասենք այդ սաղ այդ բարոյահոգեբանական խրատներով, որ ինքը դաստիարակվի, ինքը ասենք 15 տարեկանում ինչի մասին կլինի իր կյանքը, հասկանում ես, դա ինձ հետաքրքիր է, բայց իմ էգոին դա հետաքրքիր է, հասկանում ես, այսինքն նյուանս կա էլի նուրբ մի հատ, որ դա էլի իմ համար է ախպեր, ես իմ մասին եմ, իմ հետաքրքրության համար մարդ եմ սարքում, որ հետո տենամ իր կյանքը ոնց է դասավորվելու, ու հələ փաստ չի որ քուսորտով էլ կդասավորվի։ Հա, вообще, это не факт։ Որ ամենայն հավանականությամբ տենց չի լինելու ախպեր։ 99%-ով իմ ուզածով չի լինելու։ Հա, ու այս առևտուրը քո ասած որ հանում ենք, տակը մարդ չի մնում, էլի։ Չէ, ախպեր, հա։ Առևտուրը հանում ենք, տակը բան չի մնում։ Տակը կարող մնա։ Բայց մի բան էլ ավելի խոր է, որ առևտուրը հանում ես, սաղ վախերն էլ է կորում, համաձայն ես թե չէ։ Վախերը ինչ առումով։ Ընդհանուր, մի մարդիկ սովորաբար ինչից են վախում։ Մեռնելուց։ Չէ, այդ նկատի չունեմ։ Վախ ոդկաստ նկարել, վախ շեֆին ինչ պետք է ասել, որովհետև առանց գործարատում փող չի տանի խոսքի, չէ։ Այդ տիպի տենց առևտուր հանում ես, դրանք էլ են կորում, են։ Դե հա, ախպեր, դրանք պատճառահետևանքային բաներ են, որ կհելն են, հա։ Դե ախպեր, տենց հենց այդ իմաստ չկան, որն է, հենց դա իմաստավորում է։ Ախպեր, կյանքը հետաքրքրանում է։ Հասկանում ես, օրինակ Աստվածաշնչի մեջ ասում է, այդ բան մեջբերում անեմ, ասում է «Поверь твоей будет тебе», քո հավատքի չափով քեզ կլինի ախպեր։ Հիմա ինչի մարդիկ չեն հավատում, որ իրենց կյանքը կարա ասենք, չգիտեմ, ռոզվի փղիկներ իջնեն երկնքից, խի չեն հավատում ախպեր։ Վախում են։ Չտենանք մի հատ ախպերով։ Չտենանք, հա, բայց այն հենց այդ ազատությունն է տալի, հասկանում ես, այդ առևտրի բացակայությունը այդ ազատությունը տալիս է քեզ ախպեր։ Որպեսզի դու ոչ մի բան չսպասես, դաժե ընկեր, դու ոչ մի բան չես սպասում։ Դու դաժե առևտուր չես անում, հասկանում ես, առևտուրը որ հանում ես, տակը պետք է մնա այդ սերը էլի առանց նախապայմանների, вообще առանց պայմանների։
ես քո հետ կիսվեմ մի կտոր հացով, ապա որտեվ դու ես ուզում ուտես այդ մի կտոր հացը, հասկացար, այդ շորը դու ես ուզում հագնես ախպեր։ Իսկն իմ կարողությունը դաժե, եթե ես ինչ-որ կարողություն ունեմ, ես այդ կարողությունս կիսում եմ բոլորի հետ, որովհետև իմաստը որն է ախպեր, հա։ Ասենք ես $1 միլիարդ փող ունեմ խոսքի բանկում։ Այդ ինչ տալի ապե ոչ մի բան ապե պրոստը բանկում է ես ինչ որտեղ նստած ասում եմ ես $1 միլիարդ փող ունեմ բանկում ես անասուն եմ բանկում ես հաստագլուխ եմ իմ փորի մեջ լիքը քակ կա կերել եմ ախպեր սաղ կերել եմ ապե իսկան պեչենիկ այս աշխարհի վրա ես կերել եմ ապե հետաքրքիր է բայց շատ տստպերից զզվում եմ ախպեր տստպերի ես ուզում եմ բրթեմ գցեմ ձորեն իրանք ընկեր իրանք են որ մի քիչ առաջ են իրանք քեզ ասեմ այդ առևտուրի խաթր են եկել հայտնվել դրանից պատճառը հետևանքային է քո ասած առևտուրություններ իրանք չէին ապա իրանք ես չեմ գիտես նա այսպես մի պակա ու ես դրան լրիվ օքեյ եմ նայում ախպեր ասենք ժամանակին աշխատում էինք ախպեր մեր մոտ մաքրուի կար մի հատ աշխատող չեմ ասում որտեղով իրանք ախպեր ֆինանսապես ծանր անապահով վիճակում էին գտնվում ինքը իր երեխու հետ իրանց համար բարդ էր ախպեր ասենք կոմունալ մուծելը եւ այլ մանավանդ ձմեռով вообще իրանց գործ չկա գործը ինչ է կա քիչ է ախպեր փողը քիչ է ապե կոմունալ վճարել գազ վառել կամ հոսանք վառել ասենք իրանք մնում էին տունը մրսում էին հիվանդանում էին հիվանդ գալիս էր գործի բայց չէր վառում ասենք հոսանք ընկեր որտեղ ասում էր որ վառեցի ով է փողը տալու ես չունեմ պրոստը այդ փողը որ տամ հասկանես ինքը ասենք սաղրը պատերի մեջ խոսքի հունվար ամսին ախպեր իմանայի այդ մարդուն ախպեր օգնել պետք է օքեյ այդ մարդուն կարելի է օգնել բայց գիտես ոնց են որ Հիսուսը մարդկանց հավաքում է ու բան անում ծուկ բռնել է սովորացնում հա այդ իր այդ պատմությունն է էլի որ դու մարդուն պետք է փեշակ տաս այդ օգնությանը կողմ եմ հա Այսինքն եթե դու մարդուն սովորացնում ես գումար հայթայթել ախպեր թեկուզ առևտրի տեսանկյունից, դա օքեյ է, բայց երբ որ դու այդ մարդուն պրոստը ընկեր փողը տալիս ես ու քաշում ես վերաղ, դա օգնություն չի ախպեր։ Համաձայն եմ, լրիվ համաձայն եմ։ Կարաս, հա, մի անգամ անես, դա նորմալ է, ոչինչ ախպեր, մի անգամ կարելի է։ Եթե երկրորդ տարբերակը ու առաջին տարբերակը իրար հետ լինի, ու զգաս, որ ինքը երկրորդ տարբերակին ավելի է ձգտում, քան քո առաջին պրոստը փողը տալու։ Դու թեկուզ եթե ասենք չգիտեմ անցորդ լինես ինչ որտեղ խեղճ ու կրակ մարդ լինես ասենք ինչ որ բան պրոստը տաս գնաս մոռանաս դաժե իր մասին այդպես որ одноразовый բաներին եմ էլի չէ ախպեր նկարում գցեմ TikTok-ի օր լավ հայ ապե դի вообще անգեր կաշմար ինչի՞ց ես խոսում դի вообще ես ինչ վերջը ու այդ առումով հա ինչի մասին էի ասում որ այդ ծոցին հիշացի օգնելու բայց պրոստը օգնելու այդ փողի համար էի ասում ախպեր դες ես $1 միլիոն օրինակ ունեմ ասենք չգիտեմ $1000 օրինակ ես հիմա անգեր իմ $1000 տնօրինում եմ այնց որ ես մաքսիմում իմ խիղճը խոսքի օրինակ հանգիստ լինի ախպեր բայց ես չեմ պատկերացնում ապե որ ես կարող ունենամ $1 միլիոն ու շարունակեմ այնց տնօրինել ապե ոնց որ $1000 հա ոնց որ $1000 որովհետև տես մի հատ ես երազանք ունեմ, ու երազանք ճակերտների մեջ ախպեր։ Եթե մի օր ստացվի ես հասնեմ այդ ուրեմն ֆինանսական այդ կարգավիճակին, հա, ես իրականացնեմ ախպեր։ Ես ուզեցել եմ միշտ որ մարզերում ամեն մարզում մի հատ մեծ դպրոց ունենամ ախպեր։ Այդ դպրոցում համ արվեստ, համ արհեստ ուսուցանվի երեխեքին։ Բացառապես անվճար ախպեր։ Առանց փողի ախպեր։ Ես այնքան, ասենք, թեկուզ բիզնեսներ ունենամ, մի քանի հատ ընկեր, ունենամ կայուն եկամուտ, որ ես կարողանամ իմ նկարչի դասատուին, չգիտեմ, մեխանիկա, երաժշտություն, սաղ իրենք լիքը լինեն տարբեր տեսակի ախպեր։ Համ արվեստ, համ արհեստ, հա ապրես։ Իրանք
պրոստը գան իրանց գործը լինի ախպեր, որ իրանք ասենք օրը դերցակը մի հատ շոր կարի ու երեխեքին սովորացնի շոր կարել ախպեր։ Կոշկա կարի իր կոշիկը կարի, ապե կավագործը իր կավը, չգիտեմ, իր կովշինը սարքի ինչ որ անում են։ Ու ես իրանց ամսական աշխատավարձ կանեմ ապահովեմ ախպեր։ Ու որպեսզի երեխեքը գան ախպեր, պուճուր տարիքից ընկեր, ասենք չգիտեմ 4 տարեկանից, 3 տարեկանից, 5 տարեկանից սկսեն գալ ախպեր, որ ոչ մեկ չասի, փող չկա, որ երեխուս տամ ինչ-որ տեղ, հասկանում ես, որ այդ երեխեն էլ ապա այդ հոգեբանությամբ չմեծանա ախպեր, պլյուս այդ հոգեբանությանը բացի ինքը արդեն մեծանում է, ժամանակը կորցնում ախպեր, մեծ, իսկի 16-17 տարեկանում նոր մտածում ասենք ինչ դառնա։ Ես կներես, այն որ ստուդիայում էինք, այն երեխան գիտարիստ եկել էր։ Հա։ Դա մենք որ խոսացինք ու հետո այդ չհասկացա կամ հերներ կամ ախպերներ մեծ, ասում բա վճարը, ասում վճար չկա։ Ու sense դեմքս անեմ, ասում ոչ չկա։ Հա, չկա։ Երեխեդ կարում է նվագի։ Ու ասենք ես չգիտեմ դուք լավ պայմաններում եք, թե վատ պայմաններում եք, դա չի հետաքրքրում, բայց երեխան սիրում է, ուզում է գայս իրեն սովորացնում, ինչ վճարում ասում։ Հա, հա։ Այդի տենց որ լինի, ես այդ տենց մի բան եմ ուզում, էլի։ Տենց մի բան եմ ուզում, որ ես նենց էլ չի որ ասում եմ երեխուն պետք է պուճուր վախտվանից իր փոխարեն որոշես, որ ինքը դառնալու է։ Չէ, դες քո ասածում ինքը համարվեստ, արդեն ինքը ընտրության իրավունք ունենա, կտենա որն է իրան ավելի սրտով։ Արդեն մերն էլ կջոգի, հերն էլ կջոգի, ասենք երեխեն հավեսով է գնում, թե չէ։ Ինչքան տաղանդավոր մարդ կան մեր այս ծորերում, ասենք, մարզերում, որ զուտ հնարավորություն չունեն ախպեր մարդիկ գնալ ինչ-որ բան սովորելու, պրոստը տուպը հնարավորություն չունեն։ Ու էդի ասենք ընկեր մեծ թվերի մասին չի էլի խոսքը, Վարամ ջան։ Հա, հա։ Իրոք որ ասենք sense պատկերացնում եմ, ոսկի բռնեն բան, մեծ արձան սարքեն ախպեր։ Դա հա, կարելի է, ասենք դու ոնց ես համարցակում մի արցան դպրոցն իրար հետ համար։ Հա, ու ասենք խլնում եմ նա ինչ թվեր է դրա մեջ դրած ախպեր։ Ու հլնա իմ այս պրոստը այս իմ որ իմ կարճ խելքով ես մտածում եմ ախպեր այդպես բան կազմակերպեմ, հլի մի հատ պատկերացրա, ասենք ոսկի մեր ազգի ախպեր աճի ի նկատի ունեմ ինքնուրույնության ախպեր, մարդու ինքնուրույնության տեսանք, ոնց որ նամս պուճուր երեխեքը, ասենք այդ պուճուր երեխեն կարա 5 տարեկանից գնա ապե կավագործության 5 տարի հետո ինքը ապե 10 տարեկանում ինքը իր կավը սարքի ծախի, հասկանում ես, ու փող ունենա։ Միջազգային փառատոնում մասնակցի ոսկե մեդալ բերի։ Հա, օրինակ։ հա։ Հələ առևտուրից էլ ամեն մեկը, հա, նու ես իրենց փեշակի համար եմ ասում, հասկանես, որ վաղը սոված չմնա ապե, որ վաղը շոր ունենա հակնելու, այս ունենա։ Նա թույն հայկական բրենդ է սարքում, ասենք կոշիկի համաշխարհային։ Խի չունենք, էլի, խի չունենք, էլի, ասես նայում խի ախպեր վատ, ես մարդիկ գիտեմ, ու կոնկրետ չգիտեմ ով, բայց գիտեմ, որ իրանք առնում են այդ մարդուց։ Ստեղից ախպեր տալիս են կոշիկը։ Կարեն ախպեր, իրանց ուզած կոշիկը կարվում է ախպեր։ Ամեն զույգին, նո ամեն թային տալիս են մի հատ $100 փող, զույգը $200։ Ախպեր տանում են Իտալիա, ու մասշտաբային գնաց։ Իտալիայում բրենդի տակ ապե բրենդի էմբլեման ճպսնում են, իտալական պրոդուկտի տակ $2-3,000 ծախում են։ Ես այդպես ուրիշ մարդու ճանաչում եմ, մեր մոտ շատ է գալի, ինքը գիտես ինչ անում։ Ահա։ Քորում է։ Հա, քորի բրտի, որ ձեն նորմալ է։ Ահա։ Եվրոպական շատ ոսկե արտադրող ընկերությունների համար դիզայն է տուն անստաց նկարում։ Հա։ Մատանի իրականություն։ Ասենք չկա մի հատ հայկական ընկերություն, որ ինքը կարենա հետը աշխատի։ Հա, իրան չեն ոչ մեկ չի ֆինանսավորում ախպեր։ Այս հովանավորում ֆինանսավոր ճարելը շատ բարդ է, չհամաձայն եմ։ Որովհետև ասել քեզ հա ուտեմ պեչենիները։ Ուտեմ պեչենիները ախպեր։ Հա, ու դեմիլը պատկերացրա ապե, այդքան փող որ ասենք օրինակ դրած է այդ մեծ արձանի ախպեր մեջ։ Հիսուսի արձանը։ Հա, հասկացա դու որ արձանի մեջ չի որ։ Իսկի ինչքան փող է դրած $1 միլիարդ ապե, լավ միլիարդ չգիտեմ, միլիարդ այնքան մեծ փող է որ ուղղակի չի կարող հասկանալ այդքան փողով ինչ կարելի անել։ X շատ մեծ գումար որ քո ասածը կաներ, հա $1 մի քիչ մաթեմ կարամ անեմ հասկանամ ախպեր ոնց կարելի է ծախսել միլիոնավոր դոլարներ է դրած ապե այդ միլիոնավոր դոլարներից որ պրոստ ախպեր մի քիչ
մի քիչ ապե 10%-ը, դες ինչքան քիչն եմ ասում, 10%-ը դրվեր ապե մի հատ կոնկրետ բիզնեսի մեջ, որը կարողանար քեզ բերեր կոնկրետ X չափի եկամուտ, դու կարողանայիր կոնկրետ ախպեր այդքան մարդուն աշխատավարձ տայր պրոստը։ Ասենք քո միջամտությունն չկա, հասկանես դու այնքան փող ունես, ապե որ կարաս պրոստը sense դնես ստես $500,000, ասես որ ես հելա այս իմ ուզածը կանեք ախպեր։ Ես եմ ուզում։ Հա, ես ուզում եմ որ այսպես, ես ուզում եմ որ այստեղ մարդիկ աշխատեն ու ամսական իրենց այսքան նկարնեք աշխատավարձ տակ այս բիզնեսը։ Հա։ Ու հաստատ կա այտենց գործեր էլի ապե։ Լիքը ապե աշխարհում լիքը փող կա ախպեր, հա, որ պետք է փող պոլին թափած այլի հավաքեք ախպեր, հա, ոչ մեկ չի ուզում ապե։ Դες նայում ես օրինակ այս ծաղիկը ախպեր, ինչ որ ծաղիկ է, ինչ որ բույս է աճում ախպեր, այս բույսի մեջ 1000 ու մի բան կա ախպեր, 1000 ու մի բան։ Մეთլը պրոստը մատ նկարի մատ գցի ինտերնետ, տեսես ինչ բույս է ախպեր։ Ինչ ունի, որ կարաս օգտագործես ապրես։ Քարեր կա 1000 հատ թափած ախպեր, քարերից վեկար մի հատ խճանկար նկարի պրոստենգեր, մենակ ձեռքի աշխատանքի համար ախպեր, խոսքի գնահատողը գնահատի քո գործ ախպեր։ Քեզ պրոստը պետքա պոլից խիչ հավաքես ախպեր։ Ու գնաս միտը նստես դնես իրար կողքը նկարես աղ մարդիկ տենան։ Դրանից են կոմեդիտացիա չկա։ Բացի դա հեշտ process հասկանաս, քեզի պետքա պրոստը քայլել ու պոլից հավաքել ախպեր։ Ինչև է ու 1000 հատ բան կա, մարդիկ պրոստը չեն ուզում անեն, բայց իտոգում ասածս ինչ էր ախպեր, որ դրա փոխարեն, ասենք բարեգործ ախպեր, չէ՞, Ծառուկյանը բարեգործ է, համաշխարհային ճանաչում ունեցող բարեգործ ախպեր, բայց ինքը ախպեր Հիսուսի արձանա կանգնացնում ախպեր ինչի համար ընկեր, հա, օքեյ ախպեր, տուրիզմը զարգանալու, տեսամ զարգանալու է, բայց չեմ մտածում, չէ, կզարգանա ախպեր, եթե այն բանի Բրազիլիայի արձանից էլ բարձր ալնելու, ամենաբարձրն ալնելու, բանավանդ այդ բանն է որ գցելու են, ճոպանուղի չէ, պետք է գցեն ախպեր, աբոդան քաղաքից պետք է գնա հատիս լեռան վրա, բան, հա, այտենց թեմաներ կա։ Այդ թեման իմացա, դուրս չեկավ, չեմ էլ ուսումնասիրել, չեմ նայել դա։ Հա, ամենաբարձրն ալնելու, հա, ճոպանուղի, օքեյ, տուրիզմ զարգանալու է ախպեր, բայց որ տուրիստը զարգանա, դրա կողը լիքը ինֆրաստրուկտուրա է պետք։ Կազմակերպում են կազմակերպեն, հա, բա ոնց կանեն, էդ էլ կանեն ախպեր, ստեղ իմ ասած ուրիշ է, ստեղ իմ ասած այնը, որ խի այն մեկը չեն արել, լավ, ես իմ ասած այդ ինչ է, ինձ բարդ բաներ ախպեր, ես ինչ թազա բան չեմ, հայեցանիվ չեմ հորինել էլի ախպեր, որ կարելի է մարդկանց ձրի կրթություն տալ։ Դու տուր ախպեր, թող մարդիկ չգան չսովորեն, էլի դու տուր։ Ուր ախպեր, ես կարող է կա, ես չեմ իմանում ապա, օրինակ, ստեղ մեր ախպեր, այս ծորում կա ախպեր, այստեղ ախպեր, ես խոսքի չգիտեմ, չեմ իմանում։ Հարց չկա, ասում են ձրի պանիրը թակարդում է, կամ ընդ ասում են, որ բանը, միջև փողը չտան արժեքը չեն իմանա, լա։ Այդ ամեն ինչը հասկանում եմ, պրոստը գիտես ոնց, ամեն մեկը եթե պրոստը նստի ասի ապե ձրի բանը, ձրի է դրա համար երեխեքը չեն գնա, դի իրանք աշխատեն իրանց քրդինքով, դի մի երկու կոբեգե փող տան բան, որ հասկանամ, այս համաձայն եմ այդ ամեն ինչը, որ տենց է, բայց եթե դու մի հատ այդ տեսակետը չես դնում ու այս իմ տեսակետին չես մտնում այդ տեսակետի մեջ, ուրեմն խույ ապե, ոչ մի բան չի լինի, էլի։ Այո, դու գիտեմ որ ճիշտ ես ասում ախպեր։ Ով ասել որ պետք է փողը տաս, նոր էտի արժեքավոր դառնա։ Հա, ապրես։ Եթե դու սրտով սիրում ես, ոնց կարա փողը դե հարցլուց։ Հա, ու էտի բանը էլի դարձել է կարծրատիպ ախպեր։ Ու այդ կարծրատիպի տակից իրենք չեն ուզում դուրս գան, որ անեն։ Խի ախպեր, արեք մի հատ, արա։ Արեք, ես այդքան ես դաժե բան էի ուզում ախպեր։ Այս իմ բանը, այդ փուճուրիկ բանը, որ գրել եմ ախպեր։ Ես вообще էտի ուզում էի դրանով ախպեր, ուզում էի գնայի մի հատ բան, կրթության եւ գիտության նախարարություն, ես ուզում եմ իրոք կուզեի ախպեր, որ հոգեվոր, ասենք այն ճեմարանները ախպեր, ես կուզեի որ թազա բան լիներ ախպեր, մոդա լիներ ախպեր, հա, որ գիտես ինչ լիներ ախպեր, դաժե ոչ թե ճեմարանը լիներ, այլ իմինը հոգեվորականություն ուսումնասիրվեր ախպեր, դպրոցներից սկսած ախպեր։ Երեխեքին ախպեր իրանք հոգեվորական եկեղեցու պատմության գիրքը թանկ է նստում չենք տպում էլ։ Արա եկեղեցու պատմության գիրքը պետք էլ չի, Վարամ ջան։ Չնկատի ունեմ հլնայի առարկան գոնե կար, վեկալան հանեցին։ Հա, էդի հա, բան չունեմ ասելու, բայց հա, էդի ախր երեխեն պետք է փուճուր ժամանակից հասկանա, որ այս կյանքը հրաշք է։
Համաձայն եմ։ Ու ինքը պետք է այդ ապրումներով ապրի, հասկանում ես, այդ ապրումներով պետք է մեծանա, հա, երեխան պետք է դա հասկանա, ախպեր, երեխան պետք է զգա, երեխան պետք է Ապես կյանքի մասին պետք է երեխան ինչ որ բան սովորի էլի, ապա այդ որ բերում լցում են ուղեղները, ապա 4 անգամ 7 անգամ 8 չգիտեմ, էսի այն արեց նրան սպանեց ծովի ափին, բան սենսնից, այդ ինգերը կամու նաֆիգ նուժն ապա։ Ոչ մեկին։ Ես եմ ինգեր 35-րդ տարին է ախպեր, որ ապրում եմ ախպեր։ Ոսկի ավարայրի ճակատամարտ ախպեր գիտեմ որ տղմուտ գետի աչ ափին ա եղել ախպեր 451 թվականին Մայիսի չգիտեմ 9-ին 4-ին ապա չեմ իմանում երբ էդի չեմ 21 28-ին քանիսին 28-ին կամ 24-ին չեմ Ոобще ինչ որ է ախպեր այդ ինձի պետք չի եղել ասկան ես 18 տարի բրծել եմ դպրոցից ախպեր միտեղ ինձի պետք չի եղել որ ես էդի մոտ իմանամ ախպեր Հարց չկա, հաշվելը պետք է ախպեր, մաթեմատիկան պետք է։ Գիտես խելացի ես, տես, Արևան Պողոսը դրա մասին չգիտի, հոպա, ինչ ես ասում։ Աբայի տեղը զբաղացնում էլի ախպեր։ Դրա համար ասել քեզ 16 գիգա լցվել է, այդ ինֆորմացիա չի մտնում։ Ու այդ այնց բաներ ախպեր, ոսկի պետք չի էլի, ինգեր, դա ինչ է ախպեր։ Հարց չկա, հայոց պատմությունն է, եթե դու ուզում ես գնաս պատմաբանական ինչ-որ ուղղությամբ քեզ դա իրոք հետաքրքիր է ախպեր, հա, դու գնա ախպեր, սովորի ախպեր, սա աշխարհում ինչքան պատմության դասա դու կա գնաս աղի մոտ սովորի ախպեր, բայց ասենք եթե դու ուսումը մի 5 տարի են ամենաբազովի մինիմումը սովորացնես, հա Ու թողես ախպեր ընտրություն։ Դրանից հետո հա, ասես նայ, այսքան ընտրություն կա, որն ես ուզում։ Բայց մինչև այդ անվճար հնարավորություն ունի որ մարդը մի հատ այդ ընտրությունն է սաղի հետ ծանոթանալու։ Ապրես դասի հետ զուգահեռ, երբ որ ինքը գնում է մեկին գումարած է 2-ա սովորում, դու ինքը գնա անդե ախպեր, մի հատ բան կոշիկ կարել էլ սովորի ձեռի հետ։ Որ հետո 5 բազովի մինիմումն անցավ, իմանա դե կարում են կոշիկ կարել սովորացնեն, դա ինձ դզում է գնա մի հատ։ Ու այդ երեխեքին զարգացնող թեմաներ է պետք ախպեր, մի քիչ ինգեր բանից այս քառակուսիությունը ախպեր անկյուննային մտածելակերպ պետք է այդ դրանց պետքա ու դրանց պետքա ասենք լայնամասշտաբ փոփոխության ենթարկել հասկանաս այդ թեման ախպեր չի լինի ես իմաստը ինչքան հետույքս պատրեմ ապա բան դուս չի գա դա պետք է օրինական օրենքը փոխի ասի գիտեք ինչ այս sense հա որ ասենք տնտեսախ սուս ասեն նավ սո sense հա թազը գիրք պետք է առնենք երկու հատ ավել տետր պետք է առնենք գոնե sense լինի վերաբերմունքը որ փորձենք ինչ որ բան ստիպված փոխեն ախպեր հա բայց քանի այդ չկա ոչ մի բան չի փոխվում ախպեր նույն ձևի է մենք էլի չխոսացինք ամուսնությունից բայց ընտանիքի շուրջ ենք ֆռում էլի հա էլի ընտանիքի շուրջ ենք ֆռում այդ ախպեր դե չէ ամուսնությունը ասում եմ ես դեմ եմ ինչ ես քննարկեցինք ասենք դրանից հետո վախենալու է էլի արդեն ամուսնանալը դե ինգեր ամուսնանալը հա վախենալու է ախպեր վախենալու չի ինգեր օրեք չգիտեմ ես չեմ հասկանում ախպեր ես հենց իմ անստած չեմ հասկանում ինչի համար ապա ես իմ ազատությունը կտրում եմ ախպեր ինձնից իմ ինքնակամ ապա հանուն ինչի չգիտեմ հանուն պասուծի ոչ մի բանի ես ինչ այդ ամուսնությունը ապա միտեղ վախել է վախում են մենակ չմնան ախպեր հիմա ջահել են թռի վրիա կյանքները բան բայց եթե ինչ որ չգիտեմ մտածում են վաղը 21 տարեկան ամուսնացողը այդ վախը չի գիտակ ապրես հա իրանք դաժե չեն գիտակ իրանք գիտես ինչ են անում որ տանամնացածի անուն չկպցնեմ հա մաման տարին մեկ չասի բայ եպտես ամուսնանա հա բացի այդ համ ախպեր որ Արևանը ամուսնացավ 3 առաջ օրը ու պակասեմ չեմ ճոգմա հələ իրան 200 հոգի իմ 300 հոգի պետք է լինի Մարդել կա ուզում է արագ ամուսնանա բաժանվի ախպեր հա դե հա որ արդեն սվաբոդնի իրա գուլատներն անի շղթը դղկը կազմակերպի հա Ոչ եմ բայց հա միտքը չէ այնց ամուսնանալն է ապա բացառապես իմաստ չունի ախպեր ընդհանրապես իմաստ չունի հա ուզում ես երեխա սերունդ ես ուզում շարունակվի օքեյ օբյեկտիվ ես մոտենում այդ հարցին ախպեր ոչ թե սուբյեկտիվ էգոյի ամուսնանալ պետք չի էլի հա ամուսնանալ պետք չի ախպեր բեղմնավորվեք թող այդ երեխան ծնվի պահեք ախպեր սաղ աշխարհը թող պահի այդ մի երեխուն ախպեր Elə պատկերացրու ինչ երեխա կպահվի ախպեր եթե խոսքի օրինակ անհասկանալ ապա ամեն մեկը 7 հատ երեխա չունենա այլ խոսքի ասենք 10 7-ը մի երեխու հա
20 մարդ լինեն ախպեր խոսքի այդ 20 մարդը ախպեր մի երեխա լինի ու այդ մի երեխուն լինի ոնց կպահեն ախպեր հետաքրքիր բան ես ասում կարելի է մտածել դրա հենց դրա մասին էլ այսինքն ուզում ես երեխա ուզում ես շարունակություն օքեյ ախպեր բեր մեկին բեր երկուսին ախպեր բայց խմբով պահեք շատով պահեք լավ պահեք այդ երեխեքին ախպեր լրիվ թող տեղը լինի իրանք լրիվ ուրիշ ձև կմեծանան լրիվ ուրիշ իրանք գաղափարները ուրիշ կլինի ախպեր կոդ կփոխվի գենետիկ կոդ կփոխվի հասկանում ես գաղափարային առումով դրան ես կողմ եմ ախպեր հա հարց չկա դա արդեն բան է առանց պայմանների դու գոյին սիրում ես ախպեր այնտեղ գոյ կա ախպեր կապ չունի որտեղից է դուրս եկել գոյը ախպեր հա ինքը կա ախպեր սո պահի ախպեր հա պահի ախպեր սիրի ինգեր ու դա օքեյ է բայց երբ որ ասում ես սկեսի իմ երեխեն է ախպեր էնի ուրիշի քո երեխեն խոսքի սոված չի այն մյուս երեխեն սոված է ու քո ոտերին չի вообще ախպեր դու էգոիստ ես ախպեր դու քո էգոն ես ինգեր գուրգուրում ես ախպեր որ դու քո փայել ճիշտ ես ես լավ մեր եմ ես լավ հեր եմ ախպեր իմ երեխեն տակ տեղա իմ երեխեն ինգեր հա կուշտա տակա տակը չորա всё սաղ տոշնյա ճոգում ես դի էլի ապե դու ապե սաղ ամեն ինչի բանում մարդը իր էգոն է ախպեր իր էգոն առաջին հերթին ուզում ախպեր շոյա ծլնի նոր դալշ ախպեր իրան դալշ է ինձնից հետո թեկուս ջրհեղեղ վիճակն է էլի ախպեր դրա համար ամուսնության մեջ вообще իմաստ չկա ասում եմ ամուսնանում են ապե իրար հետ ազատ ապե որ կարանա սիրով զբաղվեն սիրով չէ սեքսով ախպեր ոչ մեկ իրենց չքննադատի ախպեր դրա համար իրանք ազատ լինեն երբ ուզեն կարանան զբաղվեն ախպեր ոչ աղջիկը ընկնի ախպեր հարցը ում հետ չի առաջանում երբ ուզեն հա արդեն ում հետ չկա ախպեր պետք չի մարդ մանգալ բան մեկին ընտրել ես ջոգել ես ախպերը ինքը լավն է կարելի է իր հետ էնել իր կողմից է կարելի է всё давай նացին երկու հատ ընկեր ինչ որ ֆիկտիվ ապե մատանի դրեցին ապե հարսի շոր հակը լալայլի լա արեցին սաղի ուշքու միտքն էլ էտա էլի ապե երբ ընկեր գալու ապե դալգաժդանի սեքսի ժամանակ բայց դա էլ էլի բանի ասում եմ գիտակցական մակարդակի վրա էդի տեղի չունենում ապե դա սա ինստինկտ է բնած դա չի հասկանում ինքը չի հասկանում ապե որ իրան թվում է թե որ բան են ոնց ասում ծարտնգի ամուսնացի չէ տուսարքի ծարտնգի երեխա ունեցի հա երեխա չէ որդի հա իրանք խոսքի պապս տենց է ասե խոսքի պապական խոսք է դա ասածա всё ապե կամ չգիտեմ պապից չլսեմ հա ասենք այդ ավանդական թեմաները կա իրանք դաժե ջոգում ես մտածելու բան չունեն սեփական դատողություն չունեն չեն հասկանում խոսքի ինչի համար պետք է տուն սարքես ինչի համար պետք է ծարտնգես երեխան չի համար պետք է ունենաս всё ասել են պետք է անենք ախպեր այսինքն հիմա տենց իմ էս ասածին կարա լիքը ախպեր տենց վերաբերական լինեն էլի խոսքի ասեն հա ապե ավելի լավ թող գրեն ինչքան կարող են հա ինչ ուզում են ապե հարց չկա էլի ոնց գիտի տենց թող վերաբերվի բայց իմ ասածն են է որ եթե դու ասենք դու քո էգոն չես ճանաչում ախպեր քեզ քո էգոից չես տարբերում դու հանդես ես գալի քո էգոյի տեսանկյունից ախպեր համոզված լինելով որ էդի ես դու արդեն всё դու ինձի ոչ մի ձև չես կարող ախպեր խոսաս դու չես կարող զրույց տանես առհասարակ ախպեր դու սկսում ես կռիվ անել ինգեր որովհետև դու պատերազմ ես անում ապա դու ուզում ես լավ լինես ինձնից հասկանում ես սխալը չես ընդունում հա դու ուզում ես ճիշտ լինես всё դու ուզում ես լինես ճիշտ ես լինեմ սխալ ախպեր всё ես ինչ ասեցի սա սխալ ասեցի ինքը ընդ ինչ որտեղ հերու տեղից նստած նայում է ապա ինքը ճիշտ է ապա ես էշ խոսում եմ ապա ես չեմ հասկանում ապա կամ էսով այսի ապա ու всё հա օքեյ ախպեր բայց դրանից ոչ մի բան չի փոխվում դուք ձեր ինգերեք մենք եք խոսանք հա իտոգում ոչ մի բան չի փոխվում էլի դրանից խոսքի լավ եկան տվին իմ գլուխը ջարդին այն որ խոսքի վերջն եմ ուզում ես ասենք որ կոնֆլիկտային ինչ որ թեմաների մասին вообще քննարկումներ առնում դե երեխեքը մեկ խոսքի բան են անում իրար նկատմամբ ջահելություն են անում արա ասում եմ յուրաքանչյուր կոնֆլիկտի ախպեր վերջը ո՞րն է հələ մի հատ ասա սկիզբը ո՞րն է ախպեր սկիզբը լավ ու վատ լինելն է ախպեր ճիշտ ու սխալ լինելն է այսինքն քո էգոն բավարարելն է ախպեր
քեզ որպես ճիշտ դու տեսնես սիտուացիան, դու ես ուզում, այն էլ իր հերթին է այդ ուզում։ Բացի տենալը մնացածին էլ ապացուցել։ Հա, Դες ես էի ճիշտ։ Հա, ապրես։ Ու իտոգում դու ինչ ես անում, պատերազմում ես ախպեր մյուսի հետ։ Այդ պատերազմից սկզբից ընկեր իրար կծելով անում, հետո ախպեր իրար վրա մունատ գալով, հետո իրար վրա գոռալով, հետո իրար բրթելով, հետո իրար քֆուր տալով, հետո իրար խփելով ախպեր, հետո իրար սպանելով։ Այսինքն յուրաքանչյուր կոնֆլիկտ ախպեր տեղի ունենում ախպեր մեռնելու ապեի կամ կմեռնես կամ Ու զարգացում է գնում, հա։ Հա, Էդի գիտես ոնց է, իրանք երեխա են, սենց իրար բժշկում են, ասում են, բան մեծերը տարիքով ավելի ախպեր։ Այսինքն հիմա պատկերացնում եմ ինչ որ ինձ կոնֆլիկտային սիտուացիայի մեջ, այդ կոնֆլիկտային սիտուացիայի մեջ կամ պետք է ինձ սպանեն, կամ ես պետք է սպանեմ, ապա եթե այդ կոնֆլիկտային սիտուացիան ստեղծվել է, հասկանում ես։ Այսինքն հարցը այնքան Դե դա բանը հասել է, եթե նրան որ ընկե ինչ որ մեկին վրա ձեռը բարձրացնում ախպեր, ես չգիտեմ այդ ձեռի մեջ որ բարձրացրել է ինչ կա ախպեր։ Կարող է ես մի վարքյան իրանից շուտ եմ հանելու խփեմ իրան, բա Այդ էլ արդեն ինքնապաշտպանական բնավ դա ապրելու ցանկությունն է, լինելու շարունակության, լինելու ցանկությունն է ախպեր։ Ու հենց դրա մասին է այդ որ ասում որ տան գլուխս ջահատվիկ ջարդիկ հետո ախպեր։ Այսինքն այստեղ կոնֆլիկտ եղավ ախպեր, այս վերջաբանով։ Հա, բայց ոչ մի բան չփոխվեց ախպեր։ Вообще ոչ մի բան ապե։ Եթե հարց չկա ախպեր, ինձի պետք է տան գլուխս բացեմ ու ինչ որ բան իրանց կյանքում փոխվի, թո տան բացեն ախպեր։ Բայց դա ոչ մի բան չի փոխվելու ախպեր։ Հա։ Դժվար է դրան հասնելը մի քիչ։ Դե հիմա դժվար հեշտ պետք է դրա մասին մտածեմ, ոչ թե ինձի քրֆեն ու անցնեն առաջ էլի։ Ես պրոստը դե օթի մեջ չեմ ասում, էլի։ 16 ինչուի տեխնիկան գիտես։ Չէ։ Ինչ-որ մի հարց է տանջում, մի հատ ես մեծ 5-ը տենց ինչ որ 5-ի հետ կապված գիտե։ Ինչ որ բան ես ուզում անես, ասում են ինչի ես այդ ուզում անես։ Դու ես քեզ հարցնում խի, պատասխան տալիս էլի խի։ Ուտես 16 կետ իջնում ես ներքև, որտեղ նա վերջումը Այդ ով է հորինել է 16-ը հենց։ Չգիտեմ, իմ մոտ 16-ն է աշխատում։ 16-ից հետո էլ խիչ ես գտնում, դե բավարարվել ես այդ վերջի պատասխանը։ Հա, այդ վերջի պատասխանը հերիքում է։ Նու ինձ էլի։ Կարաս մի հատ տենց փորձենք, մի հատ անենք, մի հատ ինչ որ հարց տու, ես պատասխանեմ, դու ասա խի ու տենց փորձենք։ Քեզ ի՞նչն է հետաքրքիր ես իմ։ Ինչ թեմա է քեզ։ Вообще ինչ ուզում ես խոսում։ Մենք։ Հա, ես դու այս ոդկասթի իմաստը ո՞րն է։ Դե համենա որ մենք իրար հետ պրոստը շփվում ենք, փորձի փոխանակում ենք անում, համենա որ լիքը բաներ, լիքը, ասենք, հարթակ այնց չկա, որտեղ հնարավոր է այս թեման բարձրացնել, հիմա մենք sense բարձրացնում ենք ու փորձում ենք ինչ-որ ձևել հանրայնացնենք։ Նրա համար որ ախպեր ֆունդամենտալ կանոնները մարդկանց ախպեր, ինֆորմացիոն տեսքով ախպեր, ֆունդամենտալ կանոնների մասին ենք հիմնականում խոսում։ Մարդիկ այդ կանոնների մասին մի քիչ մտածեն, իրանց հետ մի հատ համեմատական տանեն իրանց կյանքում ախպեր, ոնց ասենք։ Դες ես որ ասում եմ մարդիկ հիմնականում ամուսնանում են ախպեր ազատ սեքսով զբաղվելու համար խնդալու։ Հա, ասենք իրանք պրոստը ինձ չքլնգեն ու անցնեն առաջ։ Իրանք խոսքի մտածեն, ասենք մի հատ այդ ուղղությամբ էլի։ Իրանց նկատմամբ գոնե անկեղծ լինեն, հասկանում ես, ապա ինձի ես բան պետք չի են, որ ինչ են ասում դրան ախպեր։ Ընդունեն իմ ասածը, ընդունված են, հա, կամ տենց ինչ որ բան ախպեր։ Իրանց լեզու։ Հա, ինձի տենց լինել, ինձի հետաքրքիր չի вообще, ինձի ոչ մի բան էդի պասուծի չի տալու, էլի ապա, որտեվ ես ոնց ուզում եմ ազատություն ունենամ, ես տենց ուզում եմ ազատություն ունենամ, առանց ազատություն ունենալ ուզելու։ Հասկացա՞ր։ Հասկացա՞ր, չէ։ Ես այդ ախպեր։ Հատե կրկնի։ Ես ուզում եմ ազատություն ունենամ, բայց առանց ազատություն ուզենալ ուզելու ախպեր։ Առանց ուզելու եմ ուզում եմ ունենամ, մի հատ է, բայց չուզեմ ախպեր։ Չուզելով եմ։ Ես ամեն ինչի իմաստը, ես ամեն ինչի իմաստը առաջ քաշի։ Որ հա, այդ նոր թեմաները առաջ քաշվի, որ ինքնախաբեություն չլինի։ Խի։ Դե որ ընկեր մի քիչ լավ լինի իրանց համար։ Արդեն սկսել ենք։ Ահա, այս արվա։ Հաշվի դու, ինձ հետաքրքիր 17։ Այս 4-ը։ Լավ լինի իրանց համար, որ մեր համար էլ լավ լինի ախպեր։ Որովհետև, ասենք, ինձի ավելի հետաքրքիր կլինի այս կյանքը, որ մենք ասենք օրինակ
ասենք քիչ անենք, տարեկան մեծ բան եմ ասում, խոսքի հավաքվենք 50 հոգով ախպեր։ Պայմանական ախպեր, կապ չունի ովքեր 50 հոգով հավաքվենք մի կետ ու գնանք ախպեր մտնենք խանութ, մարդա մի հատ ընկեր խոսքի քաղցել առնենք կամ մի հատ սոկ առնենք, պրոստը մտնենք 50 հոգով սուպերմարկետ, սարս իրար այդ ախպեր։ Ասենք հետաքրքիր ինչ անենք, գնանք Երևան, պրոստը որ ժողովուրդը շատ են դրա համար, անկապ համար հավաքենք 50 հոգի, ով պատասխանեց, City-ի դեմը ժամը անենք։ Դե ախպեր չեն գա անգեր։ Տենց ցելի օր կզանգենք ախպեր։ Բայց այդ տենց մի հատ բան որ կազմակերպի ախպեր։ Ու խոսքի ներքին ցանկությունը իրականացնես էլի։ Ոչ թե ներքին ցանկությունը իրականացնես, այլ ազատությունը ինչ որ ձև դրսևորես այս աշխարհում ախպեր։ Որ պրոստը գնանք խոսքի 50 հոգով մտնենք Երևան City, խոսքի ասենք ընդ աժոտաժը հետաքրքիր ալնելու հասկանում ես։ Դեսաղ մարդիկ նայել են, ինչ 50 հոգի իրար հետ մտնել խանութ ախպեր։ Ախրանը խառնվելու է իրար, ընկեր մենեջերներն են խառնվելու իրար, սա խառնվելու են իրար ախպեր։ Դրսի ավտոշոֆերներն են խառնել։ Ապա սա փողոցում պրոստը սերմուշկա չրթելով քայլ են խոսքի ախպեր։ Գետին չենք թափում, չի կարելի ախտոտելա, ճիշտ է, սերմուշկեն բնական է, բայց ամեն այնպես։ Հասկանում ես, ինչ որ ունենց բան ախպեր անենք, որ մի ձևի փոխվի ախպեր, առօրյան ախպեր, ընդհանուր մի օրինակ կյանք ախպեր աշխարհում։ Հայ ինչի համար։ Բազմազանություն մտցնելու համար։ Ինչի համար։ Մի օրինակությունը դժոխք է, որովհետև ով ասել։ Մի հատ է ապրի, մի օրինակությունը գիտակցի ու դու կասես ինքդ քեզ, ես չեմ ասի այլ ախ։ Բայց եթե ես մի օրինակ ապրում եմ, էդի ուրեմն չեմ գիտակցում պալուբոմու, եթե ես այդպես ապրում եմ։ Դու ինձ ոնց ես համոզելու, որ էդի վատ է։ Տենց դրա համար ես չեմ կարա համոզեմ։ Ես քեզի դրա համար sense բան եմ, պիշը դլա ռազմուշլենի ախ։ Հիմա մենք դրա համար ենք խոսում։ Որ պրոստը ինքնախապեյությունը թողեն ախպեր։ Իրանց չխափեն, ասեն, չէ, ես իմ Անիին սիրում կամ ասի, չէ, ես իմ Դավիթին սիրում եմ։ Չէ, ինչ։ Որովհետև հենց մի հատ թող պրոստը ասելուց եթե հետևից ելնելու է որովհետև ասեն իրանք չեն սիրում ախպեր, իրանք ոչ Դավիթին են սիրում, ոչ Անին են սիրում, ապա իրանք չեն սիրում, իրանք իրանց են սիրում, ապա եթե կա որովհետև բոլոր Անիներին ու Դավիթներին ողջ։ Արդեն դու քեզ ես սիրում։ Դու էլ իրան չես սիրում, որովհետև կա որովհետև դու քեզ ես սիրում։ Որովհետև դու քեզ ես սիրում, ոչ թե իրանց։ Դու իրանց սիրես առանց պայմանների ախպեր։ Այն մարդկանց են ջահելներին չչրկվեն մենակամցներ։ Պետք է սիրես առանց պայմանների ընդհանրապես սիրես, որովհետև ինքը մարդ արած է կամ շուն արած է, ինքը կենդանի օրգանիզմ է, ինքը ապրում է, ինքը կապ է, ինքը իր լինելով ապա լինելու իրավունք ունի, հասկանում ես, հա, ինքը արդեն կա։ Եթե ինքը կա, ուրեմն ինքը ունի բացարձակ իրավունք լինելու ախպեր։ Որտեվ դու չես որոշել, որ ինքը լինի, հասկանում ես, կա ախպերենը, նա ինչքան մարդ կան դե։ Իրանք կան արդեն, всё, իրանք ունեն բացարձակ լինելու իրավունք ու դու արդեն այդ կանոնը որ հասկանաս, դու արդեն հարգում ես ախպեր իրանց, արդեն սիրում ես իրանց, առանց պայմանների չես քննադատում իրանց։ Չես քննադատում, պատճառը հետևանքային շղթան գիտակցում ես իրանց, բան ու գործի, որից հետո որն է եկել, որ հիմա այս երեխան սենց է զգում, ապրում, անում ախպեր։ Էլ չես ասում ճիշտ է անում, սխալ է անում, մի անում է այն, ինչ որ անում է։ Հասկացար, իսկ նենց միանալ, ասում եմ, միանալուն էլ ես հարեմ եմ ուզում։ Հարեմը բաց չէ, չէր խանգարում։ Մի անգամից մի քանի շրջապատված տնես մի քանի գեղեցիկ սերի ներկայացուցիչներով ինչքան թույն կլինի։ Բայց դե ասում եմ։ Իսկ ոնց կնայես որ աղջիկների կողմից է դիրնի։ Մի քանի տղամարդկանց կողմից շրջապատված են, իրանք հաթոլն են ախպեր։ Ինչ է։ Այս ուղակի Իմ կողմը չվաս։ Հա։ Հա, ես դրա համար եմ ասում, իմ համար այդ իմ պարադիգման ախպեր իմ գլխի մեջ որ կա ու ես պատկերացնում որ դի կարա լինի օքեյ, նորմալ։ Պրոստը քրթով տարբերվում է, էլի նրանից ինչ որ կա։ Ինչ որ կա։ Դրա համար հիմա մի քիչ կարող է ախպեր ես։ Խնդալը թվա մեր ասածները, չէ՞։ Անցանց նարկամանի տպավորություն թողեմ ախպեր։ Ոնց թե մի աղջիկը մի տողով, ոնց թե հարեմ աղջիկա գլխավորությամբ։
Հա, բայց ասենք ով է որոշել, որ պետք է տղա լինի, էլի գլխավորը։ Չէ, խոսք։ Matriarchat-ը առաջ տանում, բարամ։ Չէ, այդ առումով բան չունեմ ասելու։ Այս ֆեմինիզմի թեման вообще եկանք հասանք ֆեմինիզմին։ Այս ֆեմինիզմը դիտես ինչ ապուշ թեմա է, ապե իրականում, ապե շատ ապուշ թեմա է, ապե որտեվ ոնց կարա մարդ вообще հասնի ապե այն աստիճանի, որ մտածի ախպեր, որ ուրիշ ծև ինչ որ կարա լինի։ Հասկանես, դու մարդ ես, ես մարդ եմ ախպեր, ոնց կարա քո իրավունքների իմից ընկել, ինչ որ ավել լինի կամ իմը քանից պակաս լինի։ Կապ չունի աղջիկ տղա։ Նորվա ասածը սեր ապե դու կաս, դու ունես բացարձակ իրավունք ապե։ Всё ապե դու ունես բացարձակ իրավունք ախպեր։ Բայց շոգում ես մի երկու ճովակ ջոգել են որ չէ, եթե sense մի հատ մուտիտ կողենք։ Հա, ու դրա շուրջը ոնց հավաքվել են ես ֆեմինիստ եմ ասում։ Դու ֆեմինիստը ո՞րն է, ոնց որ ես գիտեմ որ մեկին գումարած մեկ անում է երկուս։ Բայց ես չեմ դարել ախպեր ինչ որ բան, ինչ որ բար չեմ հորինել։ Ու դարել եմ հա ինչ որ բանիստ ախպեր։ Դե տարական բան է ախպեր։ Դե տարական ոնց կարող է խոսքի աղջկա ձայնը ընկեր ու տաղու ձայնը ախպեր, ասենք իրավունքներ, աղջիկը ձայն իրավունք ունի կամ տղեն ձայն իրավունք ունի, աղջիկը ձայն իրավունք։ Սխույալի։ Ախպեր։ Խի ախպեր են կարա ընկեր նորմալ կարա ասի որ էսի սենցա տղուց կարա 1000 անգամ ախպերը օբյեկտիվ ավելի ընկեր բանական մոտեցումներ ունենա աղջիկը քան տղեն ախպեր ով է որոշել որ տղեն պետք է ունենա աղջիկը չունենա ու հետո ասում եմ այնքան տարական բան է ախպեր որ ինչ որ մեկը որ ասում է ես ֆեմինիստ եմ ու դրանով ուզում է իր էգոն շոյած լինի ապետի ոնց որ ընկեր 4-րդ դասարանի երեխեն նոր կոտորակով գումարել անել է սովորել ապեր սաղին ցույց է տալի ջոգի ես ու նայ ես ինչ եմ կարող անել հա այդ տենց բան է էդի դրա համար էս որ մենք այս թեմային անդրադառնանք պատահական բացվող էսի զուտ ասացի թե չէ հա ախպեր вообще օրգաններն էլ վատ Ես թեմայի վրա մի հատ պաուզա տանք դե ընկեր գիտես ինչ ախպեր սես մի հատ բան ասեմ նոր պաուզա տու մերոնք ախպեր вообще մերոնք նու համենայն դեպս մեր ուրեմն ազգը սենց ասեմ ախպեր հայերը հա հայերը մեծամասամբ ախպեր իրանք օրինակ կարդում են նույն օրինակ Չարենցի հերո չգնամ գործերը ախպեր որոշները որոնք որ ասենք կրթական ծրագրի մեջ կան ու իրանք Չարենցին ախպեր Չարենցն դե Չարենցն ախպեր տիպ այլ է արժ չկա բայց խոսքի լիքը ուրիշ տպեր են էլ իրապես որ անները այսօր չկան բայց այդ նույն տիպը ախպեր որոնք որ դասագրքի մեջ գրած չի թե ինքը ինչով է զբաղված եղել խոսքի ասենք մարդկա որ գիտի ինքը ինչով է զբաղված ոնց է չէ որ թակում եղավ բայց պրոստը պետք է հետաքրքրվես ու իմանաս ասենք խոսքի նույն իրանք ապե նույն չգիտեմ ուր գնանք ապե Բալզակ ախպեր Ֆրանսիա գնանք նույն Անգլիա գնանք ծյոմա բան չգնանք Անգլիայից են թվություն իրանք ախպեր գիտես ինչեր է եղել ախպեր վախտին 1800-ականների վախտ 700-ականներից մինչև 900-ականների վերջերն է նու վերջը չէ կեսեր ապա մինչև առաջին համաշխարհային մինչև այդ ժամանակները вообще թույն այլ է ամեն ինչ խոսքի եղել շատ եմ լսում այդ հաշիշիստների կլուբ է եղել հատուկ ապե հավաքվել են հաշիշ ծխելու համար ապե խոսքի Բալզակը ախպեր ձուման ընկերներով ջոկում ես Խոսքի ոնց որ մեր մոտ ասենք ընկերիկ, ասենք Չարենց է, խոսքի չգիտեմ, Չարենցը ասենք N-մյուսի հետ ապե։ Վերնատունն էլի մեր եւ այլն։ Մեր վերնատունը չես իմացա թե։ Հա, աղոտ գիտեմ։ Այդտենց հավաքվել են ախպեր։ Ու այդտենց տարատեսակ հետաքրքիր զվարճալի բաներ են արել ախպեր։ Օտարոսկվողներ մեջ են ախպեր, ծխել են, խմել են ախպեր ինչ որ տարբեր պրեպարատներ եւ այլն։ Օրգաններ են կազմակերպել ախպեր։ Չէ, չեմ հասնում խի չէ կամ խի հա։ Իմ ասածն է որ երբ որ մարդիկ ընկեր ունեն ախպեր բան, սահմանափակ ախպեր ինֆորմացիա կոնկրետ բանի մասին, իրենք հենվում են դրա վրա ապե ու всё արդեն դրանից դուրս իրաց գնում են։ Հա, դա իսո դառնում է իրանց համար ծեվ, դառնում է ճիշտ ախպեր, ու դու էլ չգիտես որ այնտեղ խոսքի տենց բաներ կա։ Հիմա նույն ձևի ախպեր, այդ ով որ ասում է օրգանները սենց օրգաներ են հենց կամ խոսքի օրինակ հարեմը վատ է կամ սենց կամ լավ է կամ բան։ Խոսքի իրանք ախպեր նույն ձևի ասենք իմ հետ մի դաս կողից դասարանից են եղել էլի նույն ձև խոսքի սովորել են ասենք նույն հեղինակների գրած դասերն են սովորել
իրանց հիմա ինչ որտեղ նստում հելնում են, ցիտում են իրանց ցիտատները ախպեր, իրանց կյանքի համար լոզունգ են դարձրել, այդ գաղափարախոսություններով ապրում են, բան, բայց երբ բանը հասնում է նրան, որ ասում ես, գիտես ինչ խոսքի իրանք ընկեր կայֆի տակ ընկեր խոսքի, այտենց բակխանալաներ են կազմակերպել, դա արդեն իրանց համար անընդունելի է, չէ, հա, ինչը ասենք իրանց այտենց բան չէր կարող ուշանում ես կարծես, ինչը կոդերով ապա իրանց կենսակերպին համապատասխանում է, մարդը տենում են, ինչ ուզում է, լսում են, ինչ ուզում է, դա իրան հարմար է, հասկանում ես, դա իրան համար հարմար ինֆորմացիա է, ապահով է, հա, ապահով է, հարմար է, ինքը գիտի ախպեր այդ ինֆորմացիայի մեջ իրան ոնց պահի, ապրես, սկիզբն է գիտի, վերջն է գիտի, պատերը չեն շարժվում, տոշնի է, իր սահմաններ ունի, ախպեր այդ սահմանի մեջ իրան լավ ազգում, ասում է հա տոշնի է, բայց մի հատ կողից մի հատ ուրիշ թեմա է սխացքում, թե սկվազնյակ սկվազնյակ մտնում, սա խառնվում են իրար ախպեր, այդ ձև նույն են Օսկար Ուայլդը, ապա ես կարծեմ ասել եմ, ինքը մի անգամ բան է, LSD է ընդունում, հա, ու ոչմ այդ LSD-ի տակ մի քանի ժամ ախպեր բանի մեջ առնում էլի այդ իրա, ոչմ այդ изменённое состояние сознания էլի ապա լրիվ ուրիշ ձևերի մեջ ես հետ է գալի բեսամ ոգևորված ախպեր ուզում է ինչ որ այդ իր ապրած բաներից է ուզում գրի ախպեր ինչ որ Ազարյանյաններ առնում մոտ ուզում է գրի ոչ մի բան չի հիշում ախպեր արա ասում է բան անեմ ախպեր մի անգամ էլ ընդունեմ թուղթ ու գրիչ ա վերցնում ասում եմ որ այդ պահին ինչ որ զգամ, ինչ որ ապրեմ, ինչ Ազարյանն որ գա թղթի վրա գրեմ ախպեր, որ չկորցնեմ, էլի ափսոսել այդ ամեն ինչը։ Վերջը տենց երկրորդ անգամ ընդունում է ախպեր։ Ոբշեմ անցնում է ցելի գիշեր էլի մի քանի ժամ LSD-ի տակ ալնում, քնից ելնում է առավոտը ախպեր, արագ ելնում է իրան գցում է թուղթ գրիչը վերցնի տենա ինչա գրե ախպեր, բացում է թղթի վրա գրածա բանանի կլեպը մեծ է բանանից ախպեր։ Ումես իրական պատմություն է ախպեր։ Այն նկարիչ անունն ինչ էր մեզ Դալին։ Ինքը ոնց է նկարելու ցեղը։ Ինձ մի հատ վարկած կա, չգիտեմ ինչքան ով է ճիշտ, բայց հետաքրքիր է։ Նայ, էդի Wilder LSD-ը բանարը, չէ։ Մի պարկել է քնելու գտալ հա ցենից ուզած այդ թույն թեմա է ախպեր այսինքն կարաս այդ ամեն ինչը անվնաս ձևով անես էլի հա այդ թեման էդի որ ասում ես զարթնում ես ախպեր են որ մենք այնօր խոսում ենք ասում ես պայտակ ոնց որ զարթնես էդի հենց այդ նույն թեմայի էդի նույն ձև աշխատում ապեր որ դու քնում ես ընկեր ու քնից այդ ռեսկի զարթնում ես այդ զնգոցից ոնց որ չես հասցնի քնես բայց զարթնում ես էդի նշանակում է ապրես էդի նշանակում որ դու քնած չես բայց զարթնում ես ասկցեր իսկ նույն բանը հիմա է տեղի ունենում ապա դու քնած չես բայց դու կարաս զարթնես էդի նույն process-ի համար է այդ ես գիտեմ այդ պատմությունը էդի մենակ բանը հալին չի արի ախպեր էդի շատ ես իրա որով եմ կարծացել բայց չգիտեի ճիշտ է թե չէ Տեսլան էլ արի Տեսլան է вообще մощный чувак է եղել ախպեր շատ հա Տեսլան էլ ընկերն այնց բաներից է խոսացել այնց ճշմարտություններից է խոսացել որ հիմա ասենք այտենց շատ կներես նայ երեք չէ առաջի օրը մի հատ փոքր վիդեո էր Բոբիկ Մանգալու առողջության մասին հա բնության հետ ու շատ շուտ նենց բան եմ կարդացել որ Տեսլան Չեխա չէ այդ Չեխիայից թե ոբշեմ չգիտեմ այդից Սիբիր հոսանքա հաղորդել այդ ինֆորմացիան գիտեմ մեջս կա ու այդ վիդեոն եմ նայում այն պանսիոմետրը ինչա որ երկու ծերով հոսանքը ստուգում ես նա ճուվակ մինուսը գցում է հողի մեջ պլյուսը ձեռին մատին կպնում է ոչ մի բան չի շարժվում այնտեղ ռեզինի տապեշկեքով հանում է կանգնում խփեց դες խմա տատանվել ասма նայեք էլի որ մեզ բնությունը պետք է օբշի պետք է շատ է պետք այո շատ է պետք դաժե բաներում ախպեր զվիսոտնիներում ապրել ախպեր մարդկանց բեսան առողջությանը վնասում է իրանք դու պիտի հողի վրա պատիրնես հողի վրա պիտի մաքսիմում լավ երրորդ հարկը երրորդ հարկը արդեն պերեպորանք է առաջի երկրորդ հարկը որտեղ հողից դու ապա էներգիա ստանում իսկ պատկերացրեք 7-րդ 8-րդ հարկում ես ապրում խոսքի ինգեր մանավանդ խոսքի նստակյաց կյանքով ես ապրում հա դու լրիվ ինգեր կտրված ես գետնից հողից կտրված ես ապրում լիքը բան չես ստանում էլի ինչ պետք է ինչ էներգիաներ ա քեզի տալի հողը հա այդ թեման էլ է տակքի է
В общем, տենց բաներ, ապա դրա համար նենց բան չվերաբերվենք էլի մարդիկ մտածեն լրիվ իսկականից բան ենք տենց անձի ախպեր ամուսնական ինչ-որ, հա։ Սաղին դե։ Չէ, հետաքրքիր թեմա է, իրար հետ ապրելն էլ հետաքրքիր թեմա է ախպեր։ Պրոստը նախքան իրար հետ միանալը գոնե ախպեր պետքա իրար նկատմամբ պետքա անկեղծ լինել, հասկանում ես ախպեր։ Մարդիկ իրար հետ նյութական ու ֆիզիկականը մի քիչ ուրիշ կապել է պետք։ Ամենաառաջ Հենց դրա համար դու պետք է անկեղծ լինես, ախպեր։ Դու պետք է անկեղծ լինես, որ գիտես ինչ, օրինակ ես անկեղծ լինեմ իմ ընտրյալի հետ, ասենք ընտրել եմ ինչ-որ մեկին ախպեր, սիրուն մարդ, հա։ Ինձ գրավել է իր սիրունությամբ ախպեր։ Դա առաջին հերթին է դա գրավում էլի ախպեր, սիմպաթիա բռնում է անգեր։ Չնայած եղել է դեպքեր նաև, որ անգեր սիմպաթիան չի բռնել, բայց հետո մարդուն սկսում ես ճանաչել արդեն իր ինչ-որ վարքագիծը, բանը եւ այլն, դրսևորումները ճոգմես էդ է, արդեն քեզի դուր գալի, արդեն ինչքան էլ իր տեսքը կարող է առաջնային դուրը չէր գալի, բայց հիմա արդեն ինչ-որ դուրալի բաներ ես գտնում իր տեսքի մեջ, բայց այնուամենայնիվ անկեղծությունը այնքանով կարևոր է, որ օրինակ ես իմ ընտրյալին ասեմ, գիտես ինչ կա, իմ ապրելը ազատության մասին է։ Ես ապրում եմ, որ ազատ լինեմ։ Ես ուզում եմ ազատ լինեմ։ Հիմա եթե դու եկար իմ կողքը, մենք իրար հետ, ես արդեն քեզնից էլ պիտի ազատվեմ, հասկանում ես։ Ես չեմ ուզում։ Դու իմ ազատության մեջ չես տեղավորվում, ոնց գցում ես բռնում, դու իմ ազատության մեջ չես տեղավորվում, որտեղ այսինքն դու կարաս իմ ազատության մեջ լինես։ Բայց դու չպետք է երբևէ ինձ իր խոսքի թևիցս քաշես, ասես կանգնի, հա, որտեղ ես չեմ կանգնելու։ Որտեղ երբ որ պահը եկավ ախպեր, օրինակ ես այնքան աճեցի, որ ես կարողացա գնամ ախպեր, ես գնալու եմ, հասկանում ես։ Ես չեմ նայելու հետ, ասեմ, վայ, գիտես ինչ կա ստեղ։ Ապա մարդը խի ապրում вообще։ Որովհետև մարդը ունի պատճառ ապրելու։ Ասենք հերու չգնամ ախպեր։ Տատիս ինքը բողոքական տեսակ է։ Ինքը միշտ բողոքում է համարյա ախպեր, ամեն ինչից կապ չունի, ինչ կլինի, լավ կլինի, վատ կլինի, հիանալի կլինի, թե շատ վատ, ինքը միշտ բողոքում է, գտնում է ինչ-որ բան բողոքելու։ Ու ինքը դուրս է գալի հողամաս գործ է անում ինչ-որ, ու մեջիսս ինչ-որ մի բան սենց բզում ասում է, որ գնամ օգնեմ տատին, բայց այն բանականությունս թե ավելի ինչ-որ լուրջ թեմա է այդ դրանով զբաղված, ինձ հուշում է, որ գիտես ինչ, ապա տատիդ զբաղվածություն չունի առանձնապես, բան չունի անելու, ապա թող այդ մի խոսքի այդ մի հատ մարգը թող ինքը փորի ախպեր, ինքը անի որ զբաղվածություն ունենա, որ ապրի ախպեր, որովհետև երբ որ դու զբաղվածություն չունես ախպեր, դու զբաղվածություն չունես ապա, քո ապրելը շղթա չկա, էլի, հա, ստիմուլ չկա, շղթա չկա, ապա գործողություն չկա, կյանքը տեղի չի ունենում ոնց որ հասկանում ես ու տենց ես թողում եմ որ իմ տատին որոշակի գործեր անի ախպեր չեմ խառնվում հա պետք է հաստեղը խառնվում եմ օգնում եմ եւ այլն բայց թողում եմ որ ինքը ապրի հասկանում որ ինքը հաջորդ օրը քնի արթնանա նրա համար որ արթնանա իր մարգերը ջրի ախպեր եթե իր մարգերը ես ջրեմ ինքը կարող է չարթնանա հասկացար հա շատ ճիշտ բան ես ասում հա ու տենց մարդուն այդի պետք է ու հիմա այս բանի առումով ասենք այդ կյանքը ուրիշ մարդու հետ կապելու առումով ասենք իմ կյանքը ունի որոշակի շղթա ախպեր ու այդ շղթան նենցա որ ես չեմ ուզում կազմակերպեմ ախպեր ես ուզում եմ ինքն իրան կազմակերպվի հասկանում ես ես ուզում եմ որ ասում է վստահի Աստծուն ախպեր լրիվ բաց թող ես ուզում եմ այդպես լրիվ բաց թողած ապրեմ ես չեմ ուզում որ դու ինձ խանգարես չեմ ուզում որ դու ինձ կանգնեցնես որտեվ եթե ես պետք է գնամ ուրեմն ես պետք է գնամ հասկացար ախպեր եթե ես պետք է գնամ ուրեմն պետք է գնամ ես չեմ ուզում ֆրամ նայեմ հետ տենամ սիրուն քեզ որ ամեն ինչով sense կապված է իմ հետ ու ինձ քաշում է հասկանում ես այդ ինձ պետք չի լինելու այդ չի նշանակում որ ես էմոցիա չեմ ուզելու կամ եւ այլն չէ դա ուրիշ հարթություն է դա այն հարթության վրա է այդ հարաբերությունը որ ինքն էլ պիտի այդ ուղղով ապրի որպեսզի մենք իրար հասկանանք
ձեռ-ձեռի գնալ։ Հա, որպեսզի ասենց ձեռս բռնած գնամ խոսքի օրինակ գնամ ասենք իմ հասկացած ազատությունը ապեզուտ մեռնելու մասին է, անկեղծ եմ ասում ախպեր։ Բայց ոչ թե գնալու սարից գցվելու ախպեր, այլ այտենց չէ, կամ չգիտեմ, ծերությունից մեռնելու։ Ես էլ չէ, ես հասկանում եմ ախպեր, սենց որ կյանքը այս ծնունդից մահ ժամանակաշրջանը ախպեր։ Ես անցկացնում եմ ոչ թե որպեսի ախպեր ընկնեմ ավտոյի տակ խոսքի պատահական մեռնեմ ախպեր, այլ այդ մահվան process-ի ժամանակ ես գիտակից ելնեմ։ Ուրեմն ես գիտակցեմ ապա մահը։ Չէ, ես մի մեռնում եմ, всё։ Հա, հիմի մեռնում եմ, հիմի վախտն է, ես մեռնում եմ ախպեր։ Ու ես թողեմ ախպեր ու գնամ, հասկանում ես, ու այդ դալշն տենամ, ինչ կա դալշ ախ։ Դալշ ինչ եղավ այդ process-ը։ Այսինքն քեզ որ գիտակից չլնես, այդ դալշն կարող չջոգես։ Չէ, ախպեր, հենց այդ դրա համար այս ցիկլը անընդհատ դրա համար եմ ասես ցիկլը դժողքի նման ասում ախպեր։ Դու գիտակից չէ, դու դաժե խոսքի ապրում ես, գիտակից չես ապրում ախպեր։ Ու մնաց գնալու մնաց խոսքի, հա, գիտակցությունը դգնա ու դու մնաս գիտակից, այսինքն մեռնելուց հետո գնաս գիտակից ապրել։ Իմ կյանքը հիմա դրա մասին է ախպեր, որ ես կարանամ բացարձակ ընկեր ինչքան հնարավոր է, ապա մաքսիմում գիտակցություն ունենամ, որ կողիդ մարդը կխանգարի քեզ դրանով, թե հա, կխանգարի։ Просто չես ուզում ցավացնես։ Չէ, ախպեր, ցավացնելը մի կողմ ախպեր, դա հենց այդ եմ ասում, եթե լինի անկեղծություն ախպեր, կլինի անկեղծություն ախպեր, այդ մարդը կիմանա, որ ես իմ կյանքը ապրում եմ մեռնելու մասին, օրինակ, ես ուզում եմ իդեալական մեռնեմ, ես ուզում եմ պրոֆեսիոնալ մեռնեմ, հասկացար։ Ես ուզում եմ խոսքի պրոստը sense կանգնեմ ախպեր ու կանգնած մեռնեմ խոսքի ու չընկնի դիակս տեղից չշարժվի խոսքի։ Ես հելնեմ գնամ իմ դիակը sense մնաց թե կայնած։ Օրինակ, դա խոսքի գիտակցության մասին է։ Ես ուզում եմ մեռնեմ ու շարունակի իմ գիտակցությունը գիտակցել ախպեր, որ всё, այս մարմինը գոյություն չունի արդեն։ Դեպրեսիվ մարդկանց չնայել ես կանդեղը։ Որ այս մարմինը արդեն всё ինքը ենթակա չի ապրելու կամ դաժե եթե ենթակա է, ես կարող եմ ուզում եմ գնամ ուրիշ բան տենամ, էլի ախպեր։ Ես հավատում եմ դրան ընկեր։ Ես հավատում եմ դրան ու հավատում եմ, որ ես կարամ հենց հիմա ախպեր դուրս գամ, էսի թողեմ ստե այս ամեն ինչը ու գնամ։ Ես հիմա պրոստը ձևն եմ մանգալի, հասկանում ես։ Ես ճիշտ ձևն եմ մանգալի, որ այն իժում ես, որ նախքան խոսալը պատմեցի, որ ասի իրավիճակ էի պատկերացնում, հա։ Ես պատկերացնում եմ դա նրա համար, հա, որ այդ սարսափը գա, հասկանում ես, ես սարսափը գեներացնում եմ ախպերի մեջ, որ այդ սարսափը գա, որ ես այդ սարսափի հետ աշխատեմ ախպեր։ Որ այդ սարսափը ինձ ասենց վերջի վարքյանին չփոշմանես վախից։ Ոչ թե վերջի ապրես, որ համ վերջի վարքյանին չփոշմանեմ վախից, համ ես շարունակեմ այդ գիտակցությունը, գիտակցության մեջ մնալը, հա, որ վախից չթողեմ, ռիսկից թռնեմ այդամ ու չհասցնեմ, չջոգեմ ինչ տեղի ունեցավ ախ։ Մեկը ինչ որտեղ խոսքի մի հատ չնայած, ինչ որ մեկ բժշկի դեմք տենամ, ջոգի թազա ինչ որ ցիկլի մեջ չընկնի ախպեր իմ գիտակցությունը, այսինքն շարունակի մնալ, որ ինքը ընտրի էլի ուր գնա ախպեր։ Ես այդ ընտրությունը հնարավոր է այդ ընտրությունը։ Հա, ախպեր, ես ինձ այդ ընտրությունը կա ամեն դեպքում։ Ըստ ինձ այդ ընտրությունը հիմա այդ եմ ասում, եթե ես հիմա բացարձակ անկեղծ եմ ախպեր, իմ կողակիցը պետք է հասկանա, որ ասենք այն պրակտիկաները, որ ես անում եմ, ասենք այդ Դալայ Լաման օրինակ Տուկդամի պրակտիկա է անում ախպեր։ Տուկդամը ախպեր մեռնելու պրակտիկա է։ Այդ ինքը գիտակցությունը տանում է բերում ախպեր։ Դու ոնց ես զգում ես, ոնց ես մեռնում ես ախպեր, այդ սարսափը գալիս է, դու աշխատում ես այդ վախի հետ ու հետ ես գալի, ջոգի։ Կամատոզնիկի, նա դեռ կինոն կնայես։ Ոնց կամատոզնիկի, հա։ Ու հայ, այդ պրակտիկան ասենք ես էլ եմ անում։ Ինքը պետք է իմանա, որ ասենք իմ աշխարհում ինքը ասենք հարց չկա, ինքը առաջնային չի լինելու երբեք։ Հա։ Ոչ մեկ իմ աշխարհում չի կարող առաջնային լինի, ապա իմ աշխարհում առաջնայինը ազատությունն է։ Ազատության գաղափարին հասնելն է, ախպեր, այդ ազատության մեջ մնալն է։ Ես դրա համար եմ ապրում։ Եթե դու ուզում ես լնես իմ կյանքում, հարց չկա, կարաս լնես պրինցիպն էս չի, որ ես ասում եմ, չէ, բան, ես գող չեմ, դժգոհ եմ այդ սիտուացիայից բանից, բայց իմացի, որ ասենք իմ կյանքը դրա մասին է, առաջնային էդ է։ Ասկի իզնից չգաս, ասես կյանքս ես շորիկ, կոշիկ, մոշիկ, ասենք էդի հա էլի կլինի, չեմ ասում, չի լինելու, էլի ախպեր, բայց խոսքի, եթե դու ինձի խոսքի, ասենք ես իմ թեմաների մեջ լինեմ ու դու խոսքի գաս ասես բան
այդ կոշիկ եմ ուզում կամ սումուչկա եմ տեսել Louis Vuitton-ից բանից, ես խոսքի կարող գնամ խանութ ու այլևս չվերադառնամ ջոգիր են պապաների նման որ գնամ խանութ էլ չեն գալի։ Այտենց կարող է ոչ իմ ջոգիր էլի, այսինքն որ մարդիկ անկեղծ են իրար այն 0-ից խոսքի, թեկուզ եթե դու այդ չես ուզում ախպեր, ավտո ես ուզում կամ տուն ես ուզում, ասա ես էս եմ ուզում, ես տուն եմ ուզում։ Մենք ստե պրոստը օրինակն ենք։ Ուզում ենք սեփական տուն ունենամ կամ ուզում եմ պոդիումի վրա խոսքի քայլեմ, ուզում եմ մոդել դառնամ։ Այն էլ իր կողմից ասում պատրաստ լինի։ Որ դուք սկսեք արդեն իրար հետ գնալ, հասկանում ես, դեպի դրան։ Եթե դու ուզում ես էդի, օքեյ, ես ամեն ինչ կանեմ քո համար, որ մենք իրար հետ գնանք, ախպեր։ Եթե դու պատրաստ չես, դա հենց այդ պայմանականությունն է, էլի, ախպեր, էլի։ Նույն առևտուրն է էլի, բայց ասում եմ գոնե գիտակցված է։ Բարձր։ Ոչ թե դու ոչ մի բան չես քննարկում այդ մարդու հետ ապե։ Պրոստը այնիմ ասած ապե սեքսի ցանկությունն է քեզի դրթում այդ մարդու հետ կապնվելու ախպեր։ Դու ոչ մի լուրջ թեմաներ չես վերցնում, չես դնում ախպեր։ Ոչ մի նուրբ ինտիմ թեմաներ չեք։ Ընթացքում է պարզվում է, որ ոչ մի ընդհանուր թեմա չունեք։ Ընթացքում էլ ջոգում եք ապե։ Ապրես, բաժանվում եք։ Կամ բաժանվում եք կամ երեխեն է դառնում ձեզի կապող մի կողակը։ Երեխան չթողանք։ Всё ապա էլ ինչ սիրո մասին է խոսքը, էլ ինչ աճի մասին է խոսքը, էլ ինչ կյանք, Всё ախպեր, կործանվար դու արդեն։ Ու չգիտեմ ախպեր, պետք է պրոստը ընկեր այդ բաժանումն էլ են չի էլի ախպեր։ Պրոստը չպետք է միանան, ապա մարդիկ եթե միանում են, ուրեմն թող միանան ախպեր, ամուր միջև վերջ միանան ախպեր։ Մեկ-մեկ այնս տատի պապիների եմ տենում, sense չորցած կիսամեռ ախպեր են, որ sense չալիկով իրար բրթելով էջում են առաջ, հասկանում ես։ Ալեն նենց եմ հուզվում եմ ախպեր, համ ուրախանում եմ, համ տենում եմ հուզում, ասում եմ ջան, արավ են այս մարդկանց նատուրի այս տարիքում իրար հետ, արա այս տարիքում իրար հետ են ախպեր։ Դա շատ թույն է։ Եթե կարում են տենց անեն, դա խոսքի լրիվ ուրիշ աշխարհ կարա իրանց տանի, հասկանում ես ախպեր։ Բայց եթե խոսքի ամուսնանում ես, հետո պետք է 3 տարի հետո բաժանվես կամ 5 տարի հետո բաժան, 10 տարի հետո կամ 2 ամիս հետո ախպեր, ուրեմն նշանակում է դու սխալ որոշում ես կայացրել ապա նախորդ, ու պետք չի մեղադրել, ասես ինքը դավաճանեց կամ ինքը ես մտածում եմ ինքս են, ոչ դու вообще չէիք մտածում ախպեր, вообще մի ասա ես սենց եմ, որտեվ դու չես մտածել, եթե դու մտածեիր, դու պետք է առաջին հերթին մտածեիր ու խոսքի այդ մարդուն ամեն օր կողդ տենալու ես, քեզի вообще ուզում ես դու իրան ամեն օր տենաս կողդ թե չէ։ Բայրիկ ունը չմտնենք։ Դե մենակ դրա համար, եթե դու կշտանաս բա հետո ախպեր, հետո չի դզում ախպեր։ Ես չեմ ուզում ախպեր ամեն օր մարդուն կողոս տենամ։ Չեմ հոգնածնում ախպեր։ Իրոք հոգնածնում է։ Կամ գիտես ոնց կարամ ախպեր ամեն օր իրան կողոս տենամ, բայց ինքը պետք է գիտես իմպես sense մատերի արանքով վերաբերվի ախպեր։ Խոսքի մեր ունեցած հարաբերություններին։ Ոչ թե այն առումով որ խոսքի էլի իմ ծոցից գնա մտնի ուրիշի ծոց ախպեր։ Բայց եթե ուզում է դաժե դա կարա անի ախպեր, չի որ։ Եթե տենց է որոշել, թող գնա ախպեր, տենց անի, բայց ինձնից ոչ մի բան թող չպահանջվի, էլի ապե։ Թող ես տամեն ինչ որ ես տալիս եմ, եթե այդքանին ինքը համաձայն է, թող մնա իմ հետ ախպեր, իմ կողը ինքը ինչ չի խանգարում вообще։ Կարա գա ախպեր, խոսքի տունս եթե տեղավորվի, իրար կմնանք, եթե չէ ախպեր, կարա ինքը կարանք եթե իրանց տուն մնանք ախպեր։ Ոգիր կամ կարանք մեծ ուրիշ տուն առնենք, շատ որով մնանք մեջը, եթե սաղից ձեռ է տալի այդ հարաբերությունները։ Պրոստը իրարից вообще 0 սպասելիք, ապա սպասելիք ինձ մի ունեցի։ Հաստատ ես քեզնից 100% 1000 անգամ ավել եմ անելու քո համար, դու իմ համար այդքան չես կարողանալու անես, բայց մի ոչ մի բան սպասի ապա։ Մի սպասի, որ ես պետք է քո համար շորու կոշիկ առնեմ կամ մի սպասի, որ ես պետք է քո համար մի հատ բուտիկ բացեմ, խոսքի դու մեջը ես իմ ինչ, բիզնես տնես։ Սամալյոտի տոմսը չէ։ Մինչև մի սպասի ախպեր, չէ։ Բայց մի սպասի, բայց կարող է ես ունես բան անեմ, որ вообще խոսքի դաժե չէ պատկերացնում, որ կարա տես բան անել։ Բայց մի հատ Սամալյոտի տոմսը կառնես նոր։ Լավ, այդ մի հատ կառնեմ։ Համոզեցի, մի հատ կա։ Այդպես առանց սպասելիքների ախպեր, առանց պայմանների, թող իրար հետ միանան միանալու համար ախպեր։ Միանան ախպեր անկեղծ։ Լրիվ իրար առաջ քաղաքարտերը սաղ բացեն, տնեն ասեն, այս սենց ռասկլա դա ախպեր։ Ես այս եմ ուզում, ես էլ այս եմ ուզում, կարում ենք սենց բերենք, ընդհանուր բերենք, մի ճամփի վրա գցենք ու գնանք, կարում ենք, չենք կարում, ուրեմն всё ապե, ուրեմն всё, եթե դաժե ուզում եք իրար պրոստը այդ կենթանական
կիրքն է ձեզի շարժում իրար միացնողը, ապա պրոստը իրար հետ սիրվեք, ախպեր գնացեք ամենքը ձեր ճամփով ընկեր։ Որովհետև հետո կործանվելու եք, էլի, հասկանու՞մ ես, հետո ապա այնքան ժամանակ, այնքան տարի, այնքան առողջություն եւ այլ։ Չես կարողանալու պրոստը հետ հավաքես կազմակերպես, ոչ մի ժամանակդ, ռեսուրսդ, ախպեր։ Այդ մարդուն դու վերջի վերջո դաժե եթե դու ինչ-որ աճես ձեր հարաբերությունների ընթացքում, դու չես կարողանալու իրեն քաշ տաս հետևիցդ։ Հասկանում ես, մինչև ուրիշ մարդը լրիվ չի գալու։ Հա, ինքը չի կարող գա, ախպեր։ Դու ինչ-որ աճեցիր, հասկացար, ինչ-որ բան ես ուզում ուղես, ինքը չի հասկանում, ախպեր, դու ինչ ես ուզում իրանից։ Որովհետև դուք նախորոք ոչ մի բան չեք գծե, ախպեր, որովհետև նախորոքի հիման վրա է ինքը քո հետ հիմա ապրում։ Նախորոք սենց էր, ախպեր, որ մենք պետք է սենց իրար հետ քնեինք, իրար հետ հելնեինք, աշխատենք, դե մի բան կանենք, էլի կաշխատենք, ապրենք, Աստված կտա։ Շա ջագիր, շա ապե։ Հիպոթեկա բանը մեջտացրել է։ Ու այդ մանավանդ մի հատ հիպոթեկով տուն են վերցում, այդ է դառնում իրանց երեխեն ջագիրը։ Այդ է իրանց կապողողը, ախպեր։ Ապա շատ ցավալի բաներից ենք իրականում խոսում իր քրքիջը դեմքներից, բայց դե հիմա շատ ներողություն ոնց կան հենց կա էլի, ես այդ եմ ասում, եթե ախպեր ամեն մեկը իր մեջ մի քիչ անկեղծ լինի, ինքը ընկեր բավականին հետաքրքիր եզրակացություններ կանի իր համար ախպեր, բայց եթե ընկեր անկեղծությունը չկա, ինքը պետք է երկու ոտը դնի մի կոշիկ, ասի չէ ես մենք իրար սիրում ենք ախպեր, դե սիրեք ախպեր։ Այս չի ես ասում եմ, որ դուք իրար չսիրեք կամ բաժանեք։ Ասում եմ, հա, դաժե եթե հիմա սիրում եք, հիմա դրեք այդ թեման վերցեք ախպեր։ Հիմա վաղվա համար։ Հա, ուշ չի ախպեր։ Հիմա մանավանդ ով որ ախպեր, հարց ու պատասխանի մեջ է ախպեր, ինչ որ ընտանեկան լարված վիճակ։ Հիմա ախպեր վախտնա խոսալու, հասկանում ես, միշտ ապա հենց այս պահին վախտնա խոսալու, որ դունես մի հատ ախպեր։ Հա, Սա հիմա, էսա իմ իրականությունը սենց է։ Իմ իրականության մեջ այս սենց է, ու այս սենց է։ Դու էլ ասես ախպեր, իմն էլ այս սենց է։ Всё, կարող ենք մի հատ եզր գտնենք իրար հետ, կարող ենք, եթե չենք կարող, բեր իրար ժամանակ չխլենք, իրար էներգիա չխլենք, ախպեր, իրար կյանք չխլենք վերջի վերջո, հա, մի հատ էլ երեխա հետ չգցենք, որ վերջում ապա խոսքի չկարողանանք, ասենք, զոհ գնանք այդ երեխու ապագային, որ ինքը, չգիտեմ, առանց տրավմաների մեծանա ու այտենց պրոստը ինչ որ ժամանակը տանցնի չջոգես ոնց անցավ։ Հասկանում ես, այդ տենց է հիմնականում անցնում ապա մարդկանց կյանքը, դրա համար մեռնելուց իրենք չեն գիտակցում, որ մեռան ախպեր։ Իրենք չեն ջոգում, որ ապրում են։ Այ դրա համար այդ եմ ճռռում ախպեր մի ժամը, որ 2 ժամա, 10 ժամա, այս վահան ինչա բերում ես, կոֆե է բերում։ Այսի մեր համար չես, իր համար է ինքն է իջնում։ Մեզ կոֆե չի հասնում։ Կոֆե չի հասնում։